մեր շատ լավ բարեկամ Բագրատ Սրբազանն է, Աստված օգնական Սրբազան։ Շնորհակալություն մեր բարի այս ժամին մեր եթեր գալու չնայած շաբաթա օրը Դուք մարդաչարչար եք մարդաչարչար Տես նոր բարեր է սկսում մեր տաղավարում ծնվել Այդ որ չարչարում ենք ուրիշ մարդկանց Դե բայց Ձեզ էլ ուրիշներին Այդ սադոմազոյոտ տենց Խնդրեմ Դե բա համես ամիրանց Մենք էլ ենք տանջվում բայց նիկոլականներին էլ ենք տանջում Հե Չէ Ավելի քրիստոնեական Սրբազան այսօր ուղիղ եթերների շարքի վերջին թողարկումներ ոնց հասկացանք ես անկեղծ երեք զանգել եմ խնդրել եմ մեզ հյուր գալ ու չէի մտածի որ այսօր կլներ այտենց հայտարարություն որտեղ այդ դարել է շաբաթ օրվա սենց ասած ես օրինակ ամեն անգամ կամ աշխատանքի գալուց կամ նոր քնիցս արթնացած որովհետև ուշեմ արթնանում ես վերջերս նայում էի քո լայվի մոտ շաբաթ օրը լայվը նայելը դարել էր սովորություն նաուշնիկով կամ մեքենայի մեջ ու այսօր հայտարարեցիր որ ըստ էության սա վերջինն էր այս ձևաչափով խնդրում եմ մի քիչ ավելի բաց փակագծերը եթե կարելի է Դե ես մենք շատ ենք խոսել այս թեմայով նախ շնորհակալություն ես երևի թե ամենաշատ այցելուներից մեկն եմ այս տաղավարը Որ այցնա երևի 4-րդ հա Չէ Էդգարը տեղ բացարձակ Չէ մեկը ասում միանշանակ թոփի մեջ է Ձեր այցելություններից մեկը միանշանակ այցելուներից մեկը Այո Մենք շատ ենք խոսել թե առանձին թե եթերով շատ ենք խոսել որ մեր անելիքները ժամանակի հետ կապված ուղղակի պետք է որոշակի արդեն մարմին ստանան եւ մենք այո չեմ թաքցնում այս երկար ժամանակը տարբեր նախապատրաստություններ, պատրաստություններ, հանդիպումներ եւ այլն եւ եկել հասել ենք մի հանգրվանի որ պետք է մեր գործողությունները Երևան հրապարակում Այո, այսինքն փաստացի փողոցային պայքարի Ես ասել եմ այս ձևաչափով վերջինն է կհանդիպենք այլ վայրերում Այո, այդ լսել ենք, այդ այլ վայրերը, այսինքն Երևանի եւ ոչ միայն Երևանի հրապարակներն են, փողոցներն են, այսինքն կարող ենք արձանագրել, որ Սրբազան պայքարը ձեր գլխավորությամբ մտնում է ավելի տաք փուլ Այո, այդպես ասենք Իսկ ո՞րն է եղել նախապայմանը կամ դրդապատճառը, որ համարեցիք, որ այս փուլն է արդեն ճիշտ ժամանակը դադարելու այդ միջոցը եւ անցնելու ավելի ոնց որ կիրառական գործողությունների։ Նայեք, 1 տարի է մենք գտնվում ենք ուղղակիորեն գտնվում ենք փողոցում։ Մի քիչ թույլ, մի քիչ ուժեղ կապ չունի, բայց գտնվում ենք հրապարակներում։ Սա անժխտելի փաստ է։ Ոմանք ասում են ակտիվանալ, չակտիվանալ, ակտիվանալ տարբեր ձևեր կան։ Ինչպես միշտ ասել եմ, երևացող մասը կա, չերևացող մասը կա։ Մենք չերևացող մասը վերաբերյալ շատ չենք խոսում, եւ պետք էլ չի դրա մասին։ Դրա մասին չեն խոսում, սովորաբար, էլի։ Եվ պետք էլ չի։ Իհարկե։ Հիմա խնդիրը հետեւյալն է, որ ժամանակը որքան գնում է, ես միշտ ասել եմ, որ ամեն օրը մեր կյանքի հաշվին է, ամեն օրը, ամեն ժամը։ Տեսեք, հիմա թեմայից չշեղվելով ուղղակիորեն պատկերները մեր աչքի առջև են։ Այս մարդը այցելում է Մոսկվա։ Ես իմիջայլոց անցյալ օրը այսօր ավելի ճիշտ իմ եթերում ասել եմ, որ Մոսկվա այցելողների այդ մերձավոր շրջանակներից մեկը ինձ ասում է, որ ես հիմա եմ հասկանում, դու որ ասում ես մեր պատիվը գողացված է, թե դա ինչ է նշանակում։ Տեսել են, զգացել են, հա։ Ասում եմ, ես հիմա եմ հասկանում, որովհետև ամոթից գետինն էի մտնում։ Հիմա դրա վրա, ինչպես ասում են Շամշադինում, icing on the cake, երեք Ալբանիայում տեղի ունեցածը Էրդողանի հետ, տեսքով, Ալիևի հետ սուրճ խմելը իմիջայլոց, ես դա շատ խորքային իմաստով եմ ասում, դա մեր տղաների արյունը խմելն էր այդ սուրճը։ Ուղղակիորեն մեր կյանքից էլ խմելը, մեր ավիշը խմելը եւ այդ մեր նահատակ հերոսների, մեր տղաների արյունը խմելը, գնալ նստել մեկի հետ, որ քեզ անընդհատ ծաղրում եւ էլ դրան նախորդած
դեպքը գնանք սուրճ խմենք եւ այլն, նայել իր կամարանքով, հեգնանքով, սա ինքը չի, իր պատկերը չի, մեզանից յուրաքանչյուրն է, մեր ամբողջական պատկերն է սա։ Հավաքական այնտեղ դա եղել է անունով ազգանով թե չի եղել, ի վերջո ներկայանում է որպես Հայաստան։ Սա է ամբողջ խնդիրը եւ շարունակական աղետի ամեն օրը, դա լինի բարոյական, հոգեվոր, նյութական տեսքով, աշխարհագրական տեսքով, անվտանգության տեսքով, հայրենիքի հանձնման տեսքով, ամեն օրը աղետի մեջ ենք մենք եւ ամեն օրվա շարունակությունը ավելի բարդացնում է մեր վիճակը, ավելի մխրճում է, ավելի խորացնում եւ կլանում է։ Մեր բարեկամներից մեկը բժիշկ ասում է, որ այսօր շտապօգնության կանչերի գրեթե 90%-ը մարդկանց նյարդային համակարգի մասին է, մագնեզիում սրսկելու կամ տալու եւ այլն։ Եվ սա ուղղակիորեն ակնհայտ արտահայտությունը թե ինչ է տեղի ունենում։ Այդ պատճառով մենք ամեն օրը երբ ուշացնում ենք, ամեն օրը դառնում է աղետ մեր կյանքում։ Ամեն օրը եւս մեկ, միջազգային ասպարեզում էլ չեմ ասում թե ինչ վիճակում ենք գտնվում։ Մենք շփվում ենք աշխարհի բոլոր կողմերի հետ, բոլոր անխտիր բոլոր կողմերի հետ եւ պատգամներ ուղակի սարսափեցնող են մեզ համար, թե սրանց ինչպես են վերաբերվում եւ Հայաստանին սրանք խնդիր չեն։ Հայաստանին, հա։ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն ինչա դառնում գնալով, եթե արդեն դառացա, որովհետև արտահայտում են մարդիկ։ Երկրորդ պարագան, որ մենք այս պայքարը ես միշտ ասել եմ, մենք սկսել ենք եւ չի կարող ավարտված լինել մինչեւ չհասնի վերջնահանգրվանին։ Հաղթանակին։ Հեռացմանը։ Ուրիշ տարբերակ չկա, ճանապարհ չկա։ Ես մի արդյոք իրանցում ասել եմ կամ մենք կամ նրանք հարցակվել էին վրաս, խտրություն բաժանում, այս վերջերս մի հոգի բարբաջողների շարքից նույն բանը կրկնել էր, նույն բանը, կամ մենք կամ նրանք, այդ նրանք ով են։ Մի հատ թողասի ով են այդ նրանքը, կամ մենք։ Դուք ոչ մի բան եք, բայց նրանք ով են։ Երեք ես այս թեմայով խոսում էի, այս թեմայով չէ, այդ բառամթերքի այնտեղ կար ով մեր հետ չի մեր դեմ, հա։ Ինձ բերել էին մեր on-line այդ բային նայողներից հարցերի պատասխաններ ունենք, իմ նեմնի մի անսերս, որտեղ պատասխանում ենք այս չաթում ուղիղ եթերում հնչած այն հարցերին ու չենք պատասխանել։ Հետևելն եմ։ Ու այդտեղ մեկը գրել էր ասում էր, այ վաղը սրբազանն է ձեր հյուրը ելնելու։ Իրան կհարցնեք, այդ քրիստոնեական բան չի, այդ ով մեր հետ չի մեր դեմ ասկզբունքը։ Հիմա կա տենց բան քրիստոնեության մեջ ու ասում էին, որ Քրիստոսն է դա ասել։ Չէ, մեր դեմ չի, մեր կողմը, այդպես ասում, ոչ թե ով մեր հետ չի մեր դեմը, ով մեր դեմ չի, մեր կողմը։ Դա ուրիշ բան է, որովհետև դա խտրականության դրական խտրականություն է։ Մոտեցումը այդպես է։ Այսինքն ես նենց չոր սխալ եմ ասել, ով մեր հետ չի մեր դեմ ասկզբունքը, նենց չի որ քրիստոնեական սկզբունքը, չէ, ես անկեղծ չիմանալով եմ հարցում։ Չէ, Հիսուս ուղղակի ասում, ով մեր դեմ չի, մեր կողմը։ Այսինքն սիրելի մեկնաբանություն թողող մարդ, դուք սխալ եք ասել, Դե գլոբալ առումով սա ավելի փափուկ ուղակի բան է, որ եկեք թշնամանք չապրենք այն մարդկանց հանդեպ, ովքեր քրիտիկական դիրքորոշում չունեն մեզ դեմ լինելու, այլ փորձենք համախմբել իրենց։ Դրական պոզիտիվ դիսկրիմինացիա։ Նեյտրալ մարդիկ են իսկ թվում, այս բանը որ նա, մեզ օրինակ լիքը մարդ կա, չէ՞ որ նեյտրալ է, ինքը հոգով, սրտով կամ գործողություններով նիկոլական չի։ Եթե տենց տրանսֆորմացիան ենք այդ բանը ստեղ, կստացվի, որ պետքա այդ մարդկանց հանդեպ ունենանք Ես երբ այդ արտահայտությունը արել եմ, կամ մենք կամ հիմա էլ եմ ասում, կամ մենք կամ նրանք, ես թշնամիների մասին եմ ասում, նրանք թշնամի են, նրանք նիկոլական են, չիկոլական են, ինչ են, կապ չունի, բայց թշնամի են, մեր կենսագրությանը, մեր արյունին, մեր կյանքին թշնամի են։ Այո, մի անգամ կամ տարբեր առիթներով հնչել է, որ նրանք դավաճան չեն, թշնամի են, ուղղակի, մարդը, տեսեք, երորդ, չորորդ բարոյական պատճառն եմ ուզում ասել նաև, որ խորհրդարանի ամբիոնից ամենավերջին հայհոյանքներն է տրվում, և սա չլսված բան է, ուղղակի չլսված բան է, հայր, մայր հայելու և այլն, և հետո դարձնում են ատելության քարոզ, անցյալ տարի ամբողջ ժամանակահատվածում ով էր ում ատելության քարոզ անում, ում վրա էին հարձակվում,
Ինչ ասես, մինչև վերջի աստիճան Դուք հայերեն։ առաջի թիրախում։ Մենք խոսում ենք հաշտության մասին, իրենք գալիս են ուրիշ բան է։ Մենք խոսում ենք ճշմարտության մասին, իրենք խոսում են ինչի մասին։ Մենք խոսում ենք արդարության մասին, հարցակվում ասում են, չգիտեմ, Մոսկվայի գործակալ փողեր ստացած։ Հիմա էլ շղթում են, սկսում են փախնել, ձևակերպումներ։ Այդ Չարիկը ասում էր հունիս 12-ին քարեր են հավաքել, գլուխները ջարդում, որ իբր ես գնացել եմ ոստիկաններին ասել եմ սաղավարտները հանեք, ինչու եք դրել, հետո եկել եմ քարա, նետումներ եմ կազմակերպել, դատի ենք տվել, իր պաշտպանները պատճառաբանություն են բերում, ասում են դե ինքը ասել է այդ եպիսկոպոսը, Չարիկը, իբր ասել է եպիսկոպոսը, չի ասել արքեպիսկոպոսը։ Գնահատական է տվել ասում է, ինչ գնահատական զրպարտություն։ Հանգիստ գնում է գալիս է։ Հա, ներողություն։ Զրպարտություն չի ասում, գնահատական է տվել։ Դե տղամարդ եք այդքանով մի գնացեք թաքնվեք իրավապահների հետևը, ոստիկանների հետևը, այդ մարդկանց էլ մի դարձրեք մանրադրամ։ Քննիչները այսօր, քննիչները, ես այսօր եմ հանդիպել քննիչներից մեկին ընդհանուր ծանոթության մեջ։ Ուղղակիորեն այդ մարդիկ գտնվում են թրաֆիկինգի մեջ։ Այդ քննիչները ամենավերջին ձևով օգտագործվում են։ Հաստատ, ամենավերջին ձևով 90%-ը ես կարող եմ ասել, կան մարդիկ նրանց մեջ, այո, ճիշտ ասեցիք, եւ լավ է որ այդ հղումը տվեցիք։ 90%-ը այդպիսին են, նրանք էլ են տառապանքի մեջ, ստիպում են ուղղակիորեն գործեր, մեղադրանքներ եւ այլն անելու, կարելու, գրելու, ինչ անելու։ Տղան ուղղակի ասում են, մենք գտնվում ենք թրաֆիկինգի մեջ։ Լիքը մարդ իրանք է ստիպված անում են, սա։ Լիքը մարդ դուրս է եկել, ինքն էլ հետները, որ պատրաստում էր դուրս գալու։ Շատ մարդ է դուրս եկել, այդ ամբողջ քննչական եկել էր քննչական կոմիտեի ղեկավարը, ինչ են, նախագահ են ասում։ Նախագահ, հա։ Հա, խորհրդարանում էր։ Ամոթ խտրականությունը գործերի, եղածի նկատմամբ, այն մեկը մի փոքր բան է ասում, բռնում կալանավորում են, ձեզ օրինակ կալանավորելու պարագան, հետ չգամ ձեր համեստությունը չվիրավորեմ, ձեր պարագան, մյուսի պարագան, բռնում են Արթուր Չախոյանին, ծեծում են այնտեղ, հրապարակային խուլիգանություն են անում, ոչ մի բան։ Էդգարին դնում, որ խայտարակություն։ Էդգարին Ղազարյան, բաց աչքով, այսինքն ծեծում, ջարդում, սպանության փորձ են անում, ոչ մի ժամ անգամ այդ մարդիկ չեն կալանավորվել։ Հիմա դու ո՞նց ես եկել խորհրդար, այս սա է բարոյական անկումը, որ այդ բոլոր մարդիկ, այո, ես մեղադրում եմ, միևնույն ժամանակ ուզում եմ կողքով անցնել։ Այս բոլոր մարդիկ ենթարկվում են թրաֆիկինգի, դուք պետք է արժանապատվություն ունենաք, պատիվն ունենաք, այդ ձեր ուսադիրն ու ձեր ընտանիքը, ձեր երեխեքին հարգելով, ձեր ուղղակիորեն ձեր ինքնությունը տեսնելով հրաժարվել ես բաներից։ Խեղճի պես, բան եւ այլն, դե տուն ենք պահում, բոլորն էլ տուն են պահում, ով չի տուն պահում։ Հարամ հացով տուն կպահվի։ Ձեզ բան եմ ասում, հարամ հացով չի պահվի։ Այս խոսած, որի մեջ ես վերջի շրջանում ներգրաված եմ եղել, ինչ որ ձեր քննիչների պատմությունն է, զանգել են, ասում են, բանը, եկեք մեզ օգնեք, ձեր տեսախցիկների բանը տվեք, որ ասում եմ, ես ձեզ չեմ ուզում օգնեմ, եթե ես պարտավոր չեմ ձեզ օգնելու։ Ուրեմն որևէ պարագայում ես չունեմ ցանկություն, որովհետև դուք մարդիկ եք, որոնք զբաղված են քաղաքական գործերով։ Դուք մարդիկ եք, որոնց օրոք բարիգները դարել են աշխարհի Հայաստանի ամենահաջողակ մարդիկ։ Ինչ է։ Լավ հիշեցրիք, հիմա այդ թեման բերեցիք, ես վերջը, այսինքն 2-3 օրը կարծում եմ ուշադրության են բերել այդ դպրոցականների թմրանյութերի վրա կարելը բան նստեցնելը կամ ինչ են անում։ Այն օրը դեպ ճիշտ է, չէ՞, այն օրը տեսան որ ինադուտ արել են այդ երեխուն իրար հետ էին, չէ՞։ Տեղեկություն էր, օրագին ինչ է ասում, նախարարը ասում է, նրանք պետք է պատասխան։ Ինչ պետք է, դուք եք արել ամբողջը, պետք են ո՞րն է։ Նախարարի պետք են ո՞րն է, ասում է, պետք է պատասխանատվության յետ։ Ինչ պետք է։ Սրանց աշխատավոճն է, դա, երբ որ ասում են, օրինակ դեպքեր կա, չէ, որ ասում են, մենք բանը բռնությունը դատապարտում ենք։ Հա, բռնությունը դատապարտում ենք։ Կամ ասում է, մենք քաղաքական պատասխանատվությունը մեզ վրա է։ Ուղղակի խոսքեր է, իսկ մտածում որ նրանց մտ այսօր տեսանյութ ենք տվել, մի տղամարդ ինչ որ բաներ էր խոսում ու խոսքն ու ուղղի աշխատանքը իրար հետ կապ չունեցող են, էլի տենց ինքը ինչ որ ազանցքանալի բաներ էր խոսում։ Հիմա սրանցը մոտավորապես նույնն է, այսինքն ինքը ասում է մենք դատապարտում ենք, բայց թաղապետը շարունակում է մնալ թաղապետ, շարունակում է մնալ ազատության մեջ, երբ որ այդ տենց ագրեսիվ կերպով
բռնության գործողությունները իրականացրել Արտուր Չախոյանի նկատմամբ։ Ինչ որ տեղեկություն տարածվեց, որ իբր տենց հրաժարական ատվել, բայց հետո հերքին ոչ թե հերքը չհաստատվեց առնվազն, բայց ինչ հրաժարական իմաստն է խոսքը։ Այդ մարդուն տեղում պետքա տանեին կալանքի։ Օրենքի պահանջելը դա պաշտոնյայի Դե, սա վարկի վիճակը, իմաստով։ Սրբազան Օրենքի հայ։ պահանջը։ Հիմա ես դրա համար եմ ասում, ինչու երբ որ Նարեկը հարցրեց, որ ինչու հիմա այդպես եւ այլն, այդ եթերից եկավ, չէ՞։ Ես ասում եմ ամեն օրը աղետը այնպես ինչպես անցյալ տարի եմ ես զգացել ամբողջը ամեն օրվա այդ խորացող իրավիճակը եւ ասել եմ վերջ, ես իմ անձնական հարցն է, իմ անձնական որոշումն է, ես չեմ կարող ինքս այդ հաշտ ապրել այլևս, չեմ կարող ուղղակի։ Հիմա ստիպեք, կապեք, ոտ, ձեր, գլուխ, ինչ ուզում եք արեք, չեմ կարող հաշտ ապրել։ Իմ սկզբունքները, գաղափարը, ապրումը, զգացումը, բացի այն խորը մեծ իմ հոգևոր զգացումը, Աստծո հանդեպ պատասխանատվությունը, ժողովրդի հանդեպ պատասխան, այդ հացը, որ ես կերել եմ այդ սեղանից մայրատորի, այս մարդկանց լումաներով, ինչ թույլ չի տալիս, էլ չեմ ասում իմ ընկերները, նահատակ զավակները, ամեն անգամ եռաբլուր գնալը, այդ դա է եղել ամբողջ մտածումը։ Սրբազան, մեր Եվ կներես Նարեկ ջան, ավարտեմ։ Եվ ես ասել եմ, որ ես հաշտ չեմ կարող ապրել։ Ինչ էլ պահանջի, կապ չունի։ Ես ոչ տնտեսապես եմ կապված, ոչ որևէ ազդեցության ներքո եմ, ոչ սա եմ, ոչ նա եմ, ոչ մի բան բացարձակ։ Ինձ ոչ կարող են կաշառել, ոչ առնել, ոչ գնել, ոչ էս անել, ոչ այն անել, ոչ մի բան բացարձակ, ինձ ոչ մի կաշկանդում չունեմ ուղակի։ Ինձ մենակ կաշկանդող էս կյանքն է, որի շղթաներով ենք ինչպես կասի առաքյալը, մենք էլ պանդուխտ ենք այս կյանքում, այդքան բան, ուրիշ բան կաշկանդում չկա։ Ես այդ դրա վրա չեմ կասկածում, մենք մեր դատավորություններին հաստատ հետևել եք ու այդ ընթացքում վկաներ կային, որոնց կանչել էին ու այս մարդկանց իբր ուզեցել են այս մարդկանցից կորզեին, որ իրանց անդորը խանգարվել է եւ դա խուլիգանության փաստն է արձանագրում եւ այլն ու մի շատ լավ աղջիկ կար, Տաթևը Ալեքսանդրյան։ Ես ուզում հարցը կարդալ։ Որը այդ մարդկանցից մեկն էր, որը եկավ ցուցմունք տալու որպես վկա հարցաքննվելու, ասեց, լսեք, արդեն հունից հանեցին այդ բաները, դատախազները, ասեց, լսեք, իրանք ինչ ասել են, քիչ են ասել, ես էի ուզում ասել, իրանք իմ տեղն են ասել։ Ես շատ շնորհակալ եմ, որ ասել են։ Ու Տաթևը մեզ հիմա հարց է տվել Ես ձեզ։ կներես ավելացնեմ ուղղակի, որ որոշակի տենց Տաթևի հանդեպ իրան մենք հիմա չենք հանդիպել ոչ մի կերպ, որովհետև հələ վերաքննիչ կա բան, որպեսզի տենց վկայի հետ ինչ որ բան չանեն, միչև հիմա ես այդ ախտան չեմ տի, մի անգամ տեսել դատարանում։ Ես անպայման ցանկում ավարտի տեսնելու ենք անպայման կհանդիպենք Տաթև ջան ու ես որոշակի sense բան էլի դու մեզ դիտելու հետևանքով ընկել ես այդ քաշքշուկի մեջ ու որոշակի պարտավորություններ եւ էմպաթիա եւ սիմպաթիա։ Հա, ու դրա համար միանգամից երբ որ դու հարց ես գրում, տենց առանձնացի միանգամից կարդում ենք հա։ Հարցը ես կուզեմ կարդանք, բայց նաեւ հավելենք այդ հարցին, որովհետեւ տենց դրա մասին պիտի խոսենք, հա, ինչ հարցնում Տաթև ասում է Բագրատ Սրբազան հարցրեք, խնդրում եմ պայքարի շարունակությունը ինչպես է տեսնում, նախորդ փորձը ցույց տվեց, որ սրանք ամեն ինչի պատրաստ են, նույն ձև չի լինի էլի։ Հիմա ես եթե թույլ տակ հավելեմ նաև, հիմա մենք ունենք ինչ որ տարբեր ներքաղաքական խառնաշփոթ է որոշակի, նաև մեր այսօրվա հարցումն է դրա մասին, այսինքն ինչ որ մի պահ հայտնվեց այս impeachment-ի օրակարգը, դրա հետևանքով նաև տեղի ունեցավ որոշակի զարգացումներ, երկու падգամավոր առաջադրեցին Էդմոն Մարուքյանի տեխնացությունը, ինքն էլ շատ հավեսով այդ առաջարկը ընդունեց, միանգամից սկսեց կապվել Հայաստան դաշինքի, Հայաստան խմբակցության հետ, նաև Պատիվունեմի հետ եւ ինչ որ տենց արդեն հաշվարկների մեջ է, 2+6 +8 հետո ընդեղից բան եւ նաև այստեղ Վահանը Բաբայան, սա ուղղակի եմ ասում, այնպես չի որ ինքը նույն համատեքստի մեջ է, բայց մենք առանձին թողենք, էլի։ Առանձին թողենք, թող այս հարցին պատասխանի Սրբազանը։ Դե դա է, ինչն է ստեղ, չէ, impeachment-ը պետքա սրա մեջ ինձ թվում է միացնենք, ինչի։ Բացատրեմ ինչի, որտեղ այդ ժամանակ եղավ փողոց 60,000-անոց եւ ավել։ Եվ ցույց տվեց, որ քանակից ինքը չի գնում։ Եվ այսօրվա դրությամբ ունենք կամ, չգիտեմ, պետքա ունենանք ցանկություն կամ տեսլական, որ գնալու ենք նույն ճանապարհով, բայց գուցե այդ մարկանց այլ գործողությունների համախմբելով, թե օրինակ կարծում եք, որ impeachment-ն է տարբերակը ինչ որ ձևաչափով։
մի քանի շերտանի հարց։ Դե բա ինչ Դրա համար է ասում, սկզբից Տաթևի մեկը հարցին մյուսի հետ կապված է, պատասխանենք, նայեք, չէ, այնտեղ Տաթև կան ջան։ շերտեր, impeachment-ի մեջ կան շերտեր, օրինակ ասում են, որ Սրբազանը խուսափել է իրանց հանդիպի հետ Դե կգան, գլոբալ Մալյանի թեմայով ու Էդգար Ղազարյանին։ Էդգարը որ ժամանակ ուզենա, որ պայն ուզենա կարող է հանդիպել։ Շատ լավ։ Դրա համար առանցին խոսանք։ Որն է տարբերակը Պայքարի շարունակությունը Տաթևի հարցով։ Ուրեմն Տաթևի հարցին, նախ ես հասկանալի պատճառներով Տաթև ջան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, գնահատել ձեր քայլը եւ դա այդպես է, շատ ապրեք։ Տղաների մասով նախ հետ կամ հարցին, ինչ եղավ ձեր գործը, վերջը չհասկացա, արդարացվեցիք թե ոչ։ Արդար տղեկ ենք։ Արդարացվել է առաջին վերակնիչ բան։ Դեռ գնան իրանք, եթե պետք լինի, ես ասել եմ։ Իդեպ մի հատ հետաքրքիր բան ասեմ, երբ որ մեր կապանման միջոցներ էին փոխում, այնտեղ մի հատ Հայկ Հարությունյան կար դատախազներից, ուրեմն այնց ոգևորված էր, այնց նեղված էր այդ ամեն ինչից։ Ես դատարանում ասեցի սրանց որ մնա, այս հարցը բողոքարկելու են Եվրոդատարանն ինչի իրավունքը մենակ։ Հիմա ինչքան կարան բողոքարկեն, բայց այս պահին Եվրոդատարան գնան, էլի, այս պահին արդարացված Հա, ազնիվ օրենքի հանդեպ որևէ պարտականություն ոչ չունեցող միայն մարդիկ։ ձեզ, այլև բոլոր նրանց, ովքեր մասնակից են այս գործընթացին, բայց շնորհակալություն։ առաջին հերթին ձեզ Ռուբեն Մելիքյանից է մցրեց, էլի ձեռիած Արսեն Բաբայանին ջեր ողջույններ։ բնականաբար բոլոր դատապաշտպաններին, իրավապաշտպաններին, մեր բոլոր տղաներին եւ բոլոր նրանց, ովքեր եւ նաեւ դիտող ինչ եք ասում, ունկնդիրներին, Համախոհ ենք ասում։ ակնդիրներին, համախոհներին, բոլորին եւ մեզ բոլորիս, այո, սա ինչ որ իմաստով նաև ձեր որքան ձեր հարցն է անձնական, այդքան էլ հավաքական դրսևորում է։ Դուք չեք ելել, ասենք, խանութի գովազդ անելու, ձեզ բռնել են, ձեր գովազդ անելու խանութի բռնել տարել են։ Իհարկե։ Մեր ընդհանուր կյանքի համապատկերի մեջ է դիտված։ Ու լավ նախադեպ է, կարելի ասենց ասել։ Լավ նախադեպ է, ապրեք դուք որ հաղթեցիք նաև, այդպես հաղթեցիք։ Հիմա գամ Տաթևի հարցին։ Նախ ամենասկզբից ուզում եմ ասել, որ ես կարծում եմ, որ այսպես եթերով նման հարցի դետալով պատասխանելը ճիշտ չի ուղղակի։ Չէ, բայց կարելի է պատասխանել ընդհանուր, փոխվելու Ընդհանուր մոտեցումները, մարտավարությունը շատ փոխված է։ Մենք ես տարբեր եթերների ժամանակ տարբեր ձևաչափեր փորձել եմ ինչ որ ձևով հասկացնել թե ինչ է տեղի ունենում, բայց հավանաբար պետք է շոշափելի շատ մանրակրկիտ խոսել, որ ես հրաժարվում եմ դրանից, բայց ասեմ ձեզ, այս ընթացքում Հայաստանի հյուսիսից մինչև հարավ, Երևանի վարչական շրջաններով, բոլոր հնարավոր բնակավայրերով, որտեղ որ հնարավոր է եւ անհնար է նույնիսկ, ինձ գոհացնողը այն է, որ բազմաթիվ մարդիկ են իրենց ինչ ասեմ, հանձնառությունը հայտնել այս պայքարի մեջ մտնելու, որը եղել են, բայց ոմանք էլ նոր են, չեն եղել։ Եվ միևնույն ժամանակ նաև իրենք ներգրաված լինելու կազմակերպչական եւ մարտավարական, թե կազմակերպչական հարցերում եւ թե մարտավարական տարբեր գործողություններում։ Այո, փոխվել է, որովհետեւ անցյալի ես չեմ ամաչում անցնող ամբողջ տարվա համար որևէ ձևով ասելու, թե սխալի մասին խոսելու, թե մնացած բոլոր հանգամանքների մասին, չեմ թող ամաչի նա ով դուրս չի եկել կռվի։ Ես չեմ ամաչելու դրա համար։ Այո, չի հաջողվել, որովհետև երևի մի մասը կամ մեծ մասը իմ անփորձությունն է եղել դաշտի հետ կապված, գործողությունների հետ կապված, միգուցե են մեր բարոյական մեծ հասկացողությունն է եղել, որ դե անհնար է, որ այս իրավիճակում որևէ մեկը չասի, լավ ժողովուրդ։ Միամտություն, Սրբազան, անփորձության հետևանքով, հա։ Միամտություն չեմ ասի, անփորձություն կասեմ, միամտության խնդիր չէ, մենք գիտենք ում հետ են կռվում, բայց մեր աստիճանը բարոյականության այն ստորին աստիճանում չի, որ կասկածներ ունենայինք, այն վերջին հավատ ունես, գիտես, մի հատ վերջին հավատ ունես, որ այս մարդու մեջ կամ այս մարդկանց մեջ ինչ որ բան կփոխվի։ Այն ռուս ասում է պրոֆդեֆորմացիա է։ Էդի բանն է, չէ՞, որ ինչ որ բան կփոխվի։ Քո գործունեության հետևանքով ձեռք բերված ինչ որ բանը, որը դե ձեր մոտ չէր կարա այդ հավատի այդ մի
Չնչին հատվածը չլներ, թեպետ իմոտ չկար օրինակ ու էլի երևի շատ Չէ, բարձր։ ես հիմա դա անձնական զգացում ես, ասում եմ, անփորձությունն է, տարբեր սխալներ են, իմ որոշակիորեն հանձնառության ինչ որ իմաստով պակասն է եղել եւ այլն, տարբեր բաներ են, տեխնացուի խնդիր կար, սա կար, նա կար, տարբեր հարցեր, կազմակերպչական, որ հիմա մենք առավելություն ունենք անցյալի նկատմամբ, այն իմաստով որ կազմակերպչական փուլը մեր շատ ավելին է, քան նախկինում կարող էր լինել կամ կար։ Սա որոշակի իմաստով մեզ իրավունք է տալիս նաև մտածելու, որ մենք այդ ծրագրված մեր անելիքները պետք է կյանքի կոչենք։ Ես բնականը չեմ կարող ասել ինչի մասին է խոսքը, ինչպես ոչ մի անօրինական բան չկա, խաղաղ անհնազանդության գործողություններ են, որոնք պետք է տեղի ունենան օրինականության լրիվ օրենքի սահմաններում, ոչ մի ավելորդ բան, պահանջվածից ավելի, բայց դա միևնույն ժամանակ չի նշանակում, որ մեզ կարող են գալ տրորել անցնել որևէ ձևով։ Դա չի լինելու, մենք հստակ կերպով ասում ենք, բոլոր սցենարներին պատրաստ ենք, բոլոր սցենարներին, ինչ ուզում են իրենք սցենար գծեն։ Մենք գիտենք իրենց ապօրինությունների սահմաններն ու չափը, մենք գիտենք իրենք սահմանադրական կարգն են տապալել ուղղակի երկրում, գողացել են սահմանադրական։ Այո, մենք այն ժամանակ էլ հիմա էլ եմ ասում, պետք է մեր երկրում սահմանադրական կարգը վերականգնի, սա լեգիտիմության, այսպես ասած, վերաբերմունքը մեր, որ իրենք կորցրել են դա, որոշ կառավարության ծրագիր եւ այլն գոյություն չունի այսօր, ոչ մի ծրագրային, ոչ մի դրույթ, ոչ մի բան ընդունված չի գործում այսօր։ Ամենաակնհայտը բնականաբար Արցախն է։ Ամենաակնհայտը, որ դու ոչ մի սահմանազատման մասին քո կառավարության ծրագրում չես խոսել եւ հիմա դա անում ես։ Եվ այսպես շարունակ։ Այդտեղ իհարկե խնդիրներն այնքան են, որ կարծում եմ շատ-շատերի համար սահմանադրական կարգը դրա համար տապալված է կառավարությունը ոչ մի ես երբ որ ասում եմ այս մարտիկ իշխանություն չունեն, ասում են որ դա ասում եք իշխանություն չունեն, բայց իշխանության են։ Ոչ, նրանք իշխանությունը զավթած են, բայց իշխանության չեն, որովհետև լեգիտիմություն չունեն այլևս։ Անկախ նրանից փողոցում 5 հոգի իրենց կաջակցեն, թե 5000 հոգի, կարևոր չի դա։ 11% կլինի ռեյտինգը, թե 90%, էլի կարևոր չի, իրենք լեգիտիմություն չունեն, որովհետև ընդունած ծրագրից շեղվել են մի, չգիտեմ քանի աստիճանով։ Բայց թույլ կտաս ես այստեղ մի քիչ մասնագիտական ձևակերպում անեմ։ Առանց լեգիտիմության իշխանություն չի լինում։ Ուղղակի իրանց լեգիտիմության աղբյուրն է փոխվել եւ իրանց լեգիտիմության աղբյուրը այսօր ուժով իշխանությունը պահելն է, ու իրանց լեգիտիմության աղբյուրը այդ են հաստավազերն են, որոնք առանց աղքաշելու կրակում են մարդկանց վրա, ոնց որ տեսանք անցած տարվա դեպքերի ժամանակ, դա նրանք են, ովքեր որ պատրաստ են ձեր ասած այդ բանով, խմել արյունը, ուտել այդ մարդկանց արյամբ ստեղծված աշխատավարձերը, այդ արյունոտ աշխատավարձերը ու պահել սրան իշխանության, այսինքն այլևս իր լեգիտիմության աղբյուրը ոչ ժողովուրդն է, ոչ ընտրություններն են, ոչ ժողովրդական սերն է, ոչ էլ անգամ իր շրջապատի սերը։ Իր լեգիտիմության աղբյուրը գնացել է ուժայիններ, որոնք պատրաստ են իրենց հոգին ծախեն, թրաֆիքինգի ենթարկվեն ու զեն չհանեն ու դառնա սենց։ Հիմա խնդրեմ կներեք ընդհատելու համար շատ բան կա երևի ասելու, ես իրենց ներսը փտածը, Նարեկ ջան, Վազգեն ջան, տեղեկությունը իրենց ներսից է հենց մեզ հասնող, մենակ ԿՊ չէ, ընդհանրապես ներսը փտած, ուղղակի արտաքին դրսևորումներն են ունենում, որպես այդ փտախտը ներսի կարողանան ինչ-որ ձևով թաքցնել եւ փորձել հարցակումներով արդեն, եթե տեսնում եք արդեն հարցակումները տարբեր ուղղությամբ են եւ ինչ են անում հիմա քաղաքականությունը որն է, որ մարդկանց մտքերը դարձել փորձեն հետ վերել, անընդհատ խորացած խոսում են կոռուպցիայի, ասենց ինչ որ շեշտադրված, թիրախավորված նախագահներ, այս մարտիկ, այն մարտիկ եւ այլն, բայց միևնույն ժամանակ չխոսելով իրենց կոռումպացված լինելու մասին։ Սրբազան, ես գիտեցի չի, որովհետև իրենց կոռուպցիան այնքան է բարձրացել, այսօր իդեպ միտեղ քննարկման ենք, տես մասնագիտական փոքր փակ քննարկում էր, ու մենք քննարկում ենք, թե ինչի պատճառով է իր մոտ հիստերիա առաջանում, մեկ, եւ երկրորդ ինչի հետևանք է
Այն այդ քո ասած այդ գործերը, հա, որ նախագահների վրա նոր խայտարակ абսուրդ գործեր, կոռուպցիայից են անընդհատ խոսում, որովհետև արդեն հանրությունը հավատում է իրանց կոռումպացվածությանը։ Հանրությունը տեսնում է, որ իրանք թալանում են, ուտում են այսօրվա այդ տիկնոջ բանը, հա, այդ մի ժամվա մեջ 20 թե 10 post դնելը, այդ 8 սուպերմարկետների մասին մտածել, այսինքն մարդկանց մոտ արդեն նստում է ու տեսնում են մարդիկ, որ իրենց մաշկի վրա ասում են, որ սրանք եկել են թալանելու, սրանք լափում են, օրինակի համար մարդիկ կոնկրետ անուններով տենում են, օրինակ Հրաչը, Նիկոլ Փաշինյանի աներձակը, փողերի մեջ է, Ալեն Սիմոնյանը, այն մեկ մարդիկ ասում են, «Էս մի վարքյան է»։ Այն մեր մոտից падգամավոր կա Իջևանից։ Գնացեք տեսեք ինչ դղյակ է կառուցել Իջևանում գետի ափին։ Անունը ի՞նչ է դրա։ Անունը Ես ընդհանրապես, այո, ես ընդհանրապես փորձում եմ իմ այսպես ասած խոսակցությունը մաքուր պահել, դրա համար անունները չեմ տալիս։ Հա, հասկացա, չէ, դե իրականում, այսինքն իրանք Բայց դուք բոլորը կարող եք ասել։ Իրանք բոլորը Վայե Խալումյան, հա, տենց իրանց ընտանիքով, որտեղ աղբերն էլ է պաշտոնյա։ Դղյակ, հսկայական դղյակ։ Այսինքն ո՞նց են սարքում աղբեր, այդ ո՞նց եք կարում դուք ունենաք մի անգամից տես հյուրանոցային համալիրը ընդլայնելու, մեծացնելու հսկա ինչա ոսկե ձգնիկ է կոչվում։ Ազգային ժողովում падգամավորներից մեկը ընդդիմադիր, որ ասում է բանը վարկով ձեզ փոշեկուլ չէին տալիս, որովհետև դե իրանք ոչ մեկ աշխատանքային նորմալ պրակտիկա վարկածով չունեցել, չէ՞։ Ասում է հիմա 100,000-ավոր, մի քանի 100,000 դոլարանոց տաներ բան այդ մարդիկ ախր փոքր է երկիր, իրանք դա տեսնում են։ Ես կարծում եմ, որ իրանք այս մի կողմից թիրախավորելը կրկին փորձել է այդ ատելության ֆոն գեներացնել դեպի կոռուպցիա, որը եղել է նախկինում, դա բազմապատկել, թվերը նենց, այսօր գիտես չի թվեր ասում որ բանը, օրիչով, ասեց 600 միլիարդ դոլար։ Վագն Ալեքսանյան ասում է, հասկանում եք, որ խոսքը 600 միլիարդ դոլարի մասին է, այո։ Այսինքն պրոբլեմատիկա է, էլի, երևի բան են, Կոչուբաևի հետ նույն դասարան են գնացել, տենց մաթեմից շատ վատ են, էլի։ Հիմա դրանից բացի մյուս կողմից էլ ինքը իր հասկանում է, որ իր միակ ու ամենաուժեղ բանը, որտեղ մենք գիտենք, որ մի տոկոս ինչ որ վсё-таки ուտում այդ կտերը, ինքը պետք է իրան ստերիլ պահի, առնվազն այդ կոռուպցիայից։ Ինքը գիտի, որ Արցախը ինքը տվել է, արդեն չի կարա ոչ մի բան անի։ Մի շարք խնդիրներում գիտի, որ կա ու արդեն չես կարա այդ ամենայն պոյնտը ասում, բայց եթե հանգարց կոռուպցիա է, դրա համար Աննան այդ հիստերիկական գցում է, ես ուտուտի հետ կապ չունեմ, սրա հետ կապ չունեմ, նրա հետ կապ չունեմ, մենք բոլորս հազարական պատմություններ ենք լսում, թե օրինակ այդ Նարեկ Նալբանդյանը ստե այնտեղ ոնց արեց, ինչ արեց, որ այդ մարդը զերո կապիտալի տեր մարդ էր, արդեն չգիտեմ, տասնյակ միլիոն դոլարների բաներ առել, տեսնում ենք այդ իրանց բաները, հա, այդ առհասարակ, հա, մի բան ասեմ, մարդիկ ովքեր գիտեն Նիկոլը ով է եղել որպես թերթի խմբագիր, այդ եղել է մարդ, որը պատրաստ է եղել $500 համար, չեղարկել այդ օրվա թողարկումը, որովհետև չէր կարա այդ մի կտորը, որի համար իրան վճարել են $500 թե $700, դա չեմ սխալվում $700։ $700 համար մի գրպանում 500 եղել, մեկ գրպանում 700։ Ահա, բայց այդպես 700-ն է մի խոսքով վերջը վերցրե, ու $700 այդ մարդը հրաժարվել է իր հիմնական առաքելություն հանդիսացող տենց պատրանք ստեղծելով, հա, այդ թերթից ու այդ մարդուն դու տալիս ես մի հատ պետություն։ Տենց է լինում հետո, որ անիվից օրինակ $2.5 միլիոն ուղարկում են Ավինյանի կնգա ընկերուհու 8 օրվա կյանք ունեցող կամպանիային, որից փողը գնում է օֆշոր։ Հիմա եթե Ավինյանը դա մարսել է, մենք լրիվ իրավունք ունենք կարծելու, որ այդ 2.5 միլիոնից առնվազն միլիոնը եւ ավելը գնացել է Նիկոլի ընտանիքին։ Մենք ինչ մտածենք, որ Նիկոլը այնքան լոխա, որ մարդիկ չեն բանանում, այսինքն ինքը այնքան տուպոյա, որ չի տեսնում այդ ամեն այդ հրապարակումները, ակնհայտ է, չէ՞, որ մենք պիտի բոլորս համարենք, նույնիսկ այն մարդիկ, ովքեր գուցե այնքան են ատում նախկիններին, կամ այնքան ատում են, ես չգիտեմ, ամեն ինչը, այստեղ տարական բան է, չէ՞, այս փողը գնաց, Ավինյանը շարունակում է աշխատել։ Ուրիշ վտանգ էլ կա, վտանգ չասեմ, ուրիշ սխեմա էլ կա, որ հիմա իրենք սրանով ուզում են կանխել նաև հնարավոր ընդվզումը։ Որևէ մեկը ընդվզելով դուրս գա փողոց, ինչ են ասելու, ասում դուրս են եկել, այն ապորինի գույք բան տեսնում եք ժողովուրդ։ Արդեն ասում են, ճիշտ է։ Են ապորինի գույք են պաշտպանում, սա են անում։ Անցել տարիներ են մեզ ասում ինչ, կապիտալին են կպել եւ այլն, ելել են պաշտպանում են ապորինի գույքը չտանեն եւ այլն։
սա են ուզում անել, նաև դա կանխեն ինչ որ ձևով։ Այսինքն կներեք, էլի, ճիշտ ես լրիվ պատկերացնում եմ հիմա օրինակ դուք եթե ակտիվանում եք, միանգամից քարոզչություն ա գնում, որ եկելա պաշտպանի Քոչարյանի ունեցվածքը օրինակ։ Որովհետև հիմա իր ունեցվածքի հանդեպ հիմա ես հիմա եմ տեսնում որ ում Էդգար Ղազարյանը ինչ խոսում է տակը մտնում գրում են դու եկել ես բանի չու տարբեր ասենք Սերժ Սարգսյանի Քոչարյանի խառը ով ինչ նախկինների ամենասիրուն բառն է իրանց նախկինների լափածը պաշտպանելու ձեր լափամանը դու էլ լափի ուրեմն նախկինների շարքինը նաև Շիրակ Թորոսյանը նախկինների շարքինը այն կներեք որ այս անունները ասում եմ նախկիների շարքինը այն որ Բանը տենց ելել էր հասնում էր վրա էր տալիս ինչ էր անում խորհրդարանում Հռիփսիմեին վիրավորողը Բեղիկովը այսինքն Անդրանիկ Քոչարյանը նախկիների շարքում է իրենց կարկառուն դեմքերից Խաչատուր Սուքիասյանը նախկիների շարքում են այնտեղ լիքը եղածներ լիքը երևացող եւ չերևացող երկրորդ բանն ասեմ Հիմա Տաթևի հարցից ուր եկանք հասանք չէ հա դե տեսնում երկրորդ բանն ասեմ այսօր ամբողջ այս շահումով խաղերի ամբողջ այդ տարածք իրենք բռնել են եւ փառք Աստծո մեր տղան Արթուրը Միքայելյան որոշակի շատ մեծ աշխատանք է կատարել ցույց տալու համար թե ինչ ահռելի փողեր են սրանք տանում ինչպես են տանում ինչ կերպով ինչպիսի մեծ դրամներ են գումարներ են մտնում երկիր անհայտ երբեմն աղբյուրներից ու ցակումով, որի պատասխանը ոչ մի ձևով չեն կարողանում տալ։ Երկրորդը մարդկանց անձնական տվյալները պաշտպանված չեն այդ իմաստով։ Մեր Արթուրը դատախազություն ներկայացրել է ամբողջը փաթեթով։ Եվ ես իմիջիայլոց շատ կուզեի, որ հրավիրեք իրեն խոսեր։ Ուղղակիորեն դետալներով ասեր ամեն ինչի մասին։ Սիրով, թեմա։ Հիմա սա իրենք ամբողջը եւ դրանից օգտվում են, վստահաբար օգտվում են, որովհետեւ իրենց շահառուներն են։ Գյումրիի ընտրությունների ժամանակ չեք հիշում, որ ասացին, որ Վիվարոյով են գաշարել։ Բայց ընտրությունները բացի, Նարեկ ջան, այս ամբողջ մատակարարումները, տեղեկատվական դաշտը, այս երևի թե մի ֆեյքերի պոակ պաշտոնական կամ մի երկրորդը անպաշտոն կա։ Երկրորդ, երրորդ, չորրորդ կա միանշանակ։ Այս ծավալներով, մետաստազներով ամբողջ մխրճված են, բարոյական, հոգևոր, ֆիզիկական բոլոր առումներով այդ ավիշը քամելու, ուտելու։ Հիմա գամ Տաթևի հարցին նորից վերադառնամ։ Տաթև ջան, եթե կուզենաք առանձին կհանդիպեք, խոսենք այդ մասին, բայց ես ձեզ ասեմ, այո, մարտավարությունն է փոխված, գործողությունների որոշակիորեն պատկերացումներն են եւ իրագործումներն են փոխված շատ մեծ կազմակերպչական կառուցվածքային աշխատանքներ են տարված եւ ես կարծում եմ որ այնտեղ մի բաղադրիչ կա խանգարող դա էլ հուսամ որ այս 2-3 օրը ինչ որ ձևով կլուծվի այդ բաղադրիչը կապված է երեկվա հայտարարության հետ որ խորհրդանի երկու падգամավոր նախաձեռնություն դրսևորել են տեխնացություն հայտնելու։ Ահա, հիմա գանք այդ թեմային։ Եկանք շատ հասանք դու ճիշտ վերեցիր, հա։ Իմ հավելմանը։ Սրբազան, ես հարցը ձևակերպեմ սենց։ Այս հարցը շատ է։ Հնչում համենայն դեպս էլեկտրոնային մեդիայում ինքը դոմինանտ հարց է, որովհետև նաև քաղաքական օրակարգ այլ գոյություն չունի այս պայդրությամբ, հա, հիմա դու ըստ էության հայտարարում ես նոր քաղաքական օրակարգի մասին։ Նոր չէ, մեր շարունակությունը ավելի տաք փուլ մտնելու, հա, դրա մասին է խոսքը։ Հիմա հարց։ Մարդիկ բոլորին տալիս են այս հարցը, ցեզ են երևի տվել, չգիտեմ։ Կոնկրետ արթուն ենք շարժման կողմից, տարբեր մարդկանց, քաղաքական ուժերի, քաղաքական իրանք ասում են, որ միակ ձևը դա իմպիչմենտն է, իրանք այդ իմպիչմենտի ճանապարհով գնում են իրականացնելու իշխանափոխություն, առաջարկել են падգամավորներին, ֆրակցիաներին, հետո տարբեր անհատների ու ես նվազագույնը արթուն ենք շարժման համակարգողներից մեկի կամ ավելի շուտ մամուլի մամալյանը ոնց ասում մամուլի պատասխանատ հանրային կապերի պատասխանատուի կողմից լսել եմ որ դուք հրապարակային ասված խուսափել եք հանդիպումից չեք հանդիպել ես ոչ մեկի Նարեկ ջան հա չէ ես հարցս ավարտել էլի չէ սրբազան դե նենց հարցս տալի մար չի կարող միջևեր լսի չէ դե հիմա լավ բառը չեք հանդիպել լավ օքեյ նախ ընդհանուր վերաբերմունքը
այդ process-ին, հա, որոնք են պատճառ, ես գիտեմ, որ Էդգարի հետ դուք շատ մտերիմ հարաբերություններ ունեք ու այդտեղ խնդիր չէր լինի։ Ու երկրորդ ինչի չեք հանդիպել, ու ընդհանուր կակարակ վերջից գաք ու հետո ես ամեն մարդու չեմ հանդիպում, Նարեկ ջան։ Այսինքն հարցը անձի մասին է։ Էդգարին սիրով ամեն մարդու ես չեմ հանդիպում։ Շատ լավ, իսկ գաղափարի մասին։ Գաղափարի մասին ասել եմ, գաղափարը հետևյալն է, որ այո, մոտեցումները տարբեր կարող է լինել, մարտավարությունը տարբեր կարող է լինել, impeachment-ը, որ այն լավագույն գործիքն է, որ փոփոխության բերող գործիքը, դա անքննարկելի է բոլոր առումներով։ Անցյալ տարի ես եմ հենց հրապարակից խոսել դրա մասին, հենց առաջին օրը։ Ես դրան էլ ենք գալու, քիչ եղավին ենք գալու, բայց դա միացես հարցի հետ մի պատասխան։ Մի քանի անգամ խոսել ենք այդ թեմայով, բայց խնդիր չի։ Ուրեմն հրապարակից ես առաջինն եմ հայտարարել դրա մասին, ասելով, որ ուրեմն սա այն ճանապարհն է, որը վերջնական կետը դա է։ Այսինքն, հա, շատ կարևոր առանցքային նշանակություն ճանապարհ։ Դրա համար պետք են հանգամանքներ, պարագաներ, որոշակի գործիքներ, որոնք պետք է կիրառել ուղղակի։ Առաջինը գաղտնիք չի, որ պետք է լինի խորհրդարանական խմբակցությունների այդ ամբողջացնող թիվը դիմելու համար վարչապետի տեխնացուով, չէ՞։ Եվ դրան հավելյալ նաև այն գործողությունները, որ հավելյալ է 18 հոգին կամ 20 հոգին, որքան որ պահանջված է, կարողանան ներգրավել եւ միևնույն ժամանակ նաև այդ գործընթացը հասցնել ավարտին։ Սրան զուգահեռ պետք է գործի հրապարակը, փողոցը եւ բնականաբար այդ համադրությամբ հասնել արդյունքի։ 18-ը կարող են լինել կամ որովհետեւ մեր պարագային նաև կարող էր ասենք այդ 36-ի խնդիրը լիներ, այնտեղ երկու հոգի դուրս են եկել, պակաս կար թվերի եւ այլն, այս պարագային այդ երկու հոգին կարծես թե լրացվել են այն քպայական դուրս եկած падգամավորներով եւ այլն։ Դա խառնաշփոթ մի հատ վիճակ։ Հիմա այսինքն այդ ամբողջ ընթացքը այդպես է եւ բայց ինձ համար շատ կարեւոր է որ խորհրդարանը եւ փողոցը պետք է իրար հետ համագործակցեն։ Պարզապես օթի մեջ անելու նպատակով ես վտանգ եմ տեսնում ինչ իմաստով։ Հիմա երբ մենք սկսենք գործողությունները, չէ՞։ Ընդունենք այս impeachment-ի գործընթացը ձախողվեց։ Ուրեմն եւս 6 ամիս պետք է հետաձգենք։ Այդ 6 ամսվա մեջ ինչեր են տեղի ունենալու։ Մենք գիտենք օրինակ հուլիս ամսին այս մարդը ինչ է անելու։ Հուլիս ամիսը ամենաթույլ ամիսն է, հուլիսի վերջ, հուլիսի կեսեր, ինչ պայմանագրեր է ստորագրել։ Բայց չեք կարծում, որ իրականում տեխնացուի բացակայությունն է խնդրեմը, հիմնական խնդիրը։ Ես դա ասում եմ, Նարեկ ջան, ես բոլոր բաղադրիչներն եմ կողքի դնում, մեր պարագային, անցյալ տարվա պարագային, որի մասին ես անկեղծ խոստովանում եմ, տեխնացուի պարագան եղել է առանցքայինը։ Որ չի ստացվել։ Այսինքն տեխնացու չի եղել, դրա համար չի եղել impeachment այդ ժամանակ։ Որտեղ փողոցը ամբողջությամբ պատրաստ է։ Այո, տեխնացու չի եղել, իմ պարագան էլ գիտեք, օրինական որոշ խնդիրներ կային, լուծումների հարցեր կային, հիմա անընդհատ ես այս մասին խոսել եմ առանց թաքցնելու։ Ինչ պատճառով չի եղել, դա թողեք ես գիրք կգրեմ մեջը կարծանագրվի։ Դե այդ գիրք գրելը շատ կարևոր բան է։ Մեջը կարծանագրվի։ Համաձայն եմ, բայց իրականում այս փուլում, հա, Նարեկ ջան, այս փուլում ես ուղղակի այդ պատկերը որպեսզի հստակ լինի, շատ հստակ ասացի, ես անձնապես դեմ չեմ։ Մենք Էդգարի հետ շատ ենք խոսել այս թեմայով, սցենարների մասին էլ ենք խոսել, ինչպես կարող է լինել, ինչ ձևով, ինչ կերպով, մենք ինչ նախաձեռնություններ կարող ենք անել եւ այլն, տարբեր սցենարներով խոսվել է։ Անկեղծ ասում եմ ես եւ ուրախ եմ, որ ինքը վստահաբար նաեւ այդ բոլորը ինչ որ Էդգարի հետ հանդիպել եք այդ թեմայով։ Շատ, մինչև այս շարժումը, մինչև այս ընթացքը, Էդգարի հիմա Էդգարի հետ չէ, ես Էդգարը չի ասել, որ հանդիպենք, Էդգարը ինձ բան չի ասել հանդիպելու մասին։ Էդգարը կասի, սիրով կհանդիպենք։ Ես կարծում եմ Էդգարը մեզ հիմա դիտում է, եթե այս պայներ չի դիտում,
Պաստատ վաղը արդեն տեսած կլինի։ Վստահաբար, ես Էդգարը եւ ոչ մի անգամ ոչ մի բան չի ասել ինձ հանդիպելու մասին։ Ես միջնորդավորված եկել է հանդիպման, ես ասել եմ ես չեմ հանդիպում, որովհետեւ կարիք չկա։ Մի բան, հա, այս թեմայով, երբ որ Էդգարը մեզ մոտ հյուր էր, այտենց մի բանավեճ եղավ որոշակի տենց Նարեկի ու Էդգարի միջև, իրանց մոտեցման տարբերությունը ինչն էր, որ ըստ Նարեկի սկզբից պետքա լինի փողոց Նախավերջին անգամվա մասին չէ՞։ Ես համաձայն եմ։ Այսինքն դուք եք այդ տեսակետի, որ սկզբից պետքա լինի փողոց, որի շուրջ որի ոնց որ վերջնակետը լինի իմպիչմենտին հասնելը։ Համադրված պետք է լինի։ Սկզբից ու վերջից խնդիր չի, բայց արկայությունը պետք է լինի։ Ինչ որ սկզբնական փուլ պիտի լինի, այսինքն վիճակ, կարող է 1 ժամվա տարբերությամբ օրինակ ասեմ, բայց դրանք զուգադրված պետք է լինեն։ Այսինքն չի կարա լինի ուղղակի սկզբից այդ օրակարգը, որի շուրջ ձևավորվի, տենց չեք։ Ես չեմ թե Էդգարը ֆուտբոլի օրինակն է բերում, բայց ես էլ կարող եմ ֆուտբոլի օրինակը բերել, լինելով ֆուտբոլիստ։ Էդգարն ասում է, որ պետք է ֆուտբոլիստները գան խաղադաշտ, որպեսզի մարզադաշտը չլծվեց, այդ ֆուտբոլիստները ինչ են անելու։ Չէ, օրինակ։ Հիմա դու կարող ես, բայց միևնույն ժամանակ դու կարող ես մարզադաշտը լցնել, շատ հետաքրքիր խաղ լինելու։ Խաղացողները չգան, բոյկոտ անեն կամ չգան կամ չլինի։ Չէ, դա էլ չի գործելու։ Հետևաբար դա միաժամանակյա հարց է։ Այսինքն հայտարարվում է այս թվականը ժամը, ֆուտբոլի մասին եմ ասում։ Հայտարարվում է ժամը, թվականը, եւ ստադիոնն է լցվում, եւ խաղացողներն են խաղում։ Հիմա խաղացողները հիմնական իմաստով այդ հրապարակներում, կներեք, ես երբ որ ասում եմ հրապարակ, նկատում եմ փողոցը։ Միանշանակ Հանրապետության հրապարակի մասին։ Հա, որովհետև սրանք փողոցային են, դրա համար փողոց, որ ասում են ավտոմատ չեմ ուզում գնալ այդ տիրույթ, էլ իրենք փողոցային են, փողոցում էլ մնացել են, այդ չի խնդիրը։ Հիմա երբ որ ասում եմ փողոցային, հիմա երբ որ ասում եմ հրապարակները, այսինքն այս կանաչ գորգի վրա խաղացողները այդ հրապարակում եւ խորհրդարանում ամեն մեկի դիրք ունի, չէ՞, ձախ պաշտպան, աջ պաշտպան, արձակվող, դարպասապա, առանց այդ դիրքերի չի լինում եւ կա դաշտում նստած մարդիկ։ Հիմա այդ դաշտի նստած մարդկանց բացակայությունը այս խաղացողների ներշնչումը կտրում է, բայց առանց խաղացողների դաշտում ուզում ես 500 միլիոն մարդ լցրու։ Ես համաձայն եմ այդ մոտեցման հետ, բայց սրբազան ստեղ մի բան էլ կա, որը ինձ օրինակ սկսել է հակառակը համոզել, ինչի, որովհետեւ հիմա նայ դուք ասում եք, որ չի եղել այն ժամանակ տեխնացուն եղել խնդրեմը։ Հիմա մենք ոնց տենում ենք, հիմա էլ է խնդրեմը տեխնացուն։ Դե հիմա կարողա չլինի։ Այսինքն այդ փողոցային պայքարի ընթացքում, եթե այն անգամ չի եղել տեխնացուն, հիմա ոնց է ձևավորվելու։ Այսինքն հիմա ես գիտեմ, մենք առանձնազրույցներ ենք շատ ունեցել։ Ես անուններ չեմ տվել, երբեք չեմ էլ տա, հատկապես առանձնազրույցներ հրապարակել իմ համար անթույլատրելի բան է, բայց ես գիտեմ կոնկրետ մարդկանց, որոնց առաջարկել եք դուք, որոնք հրաժարվել են, որոնք համաձայնվել են ինչ-որ պայմաններով, մի խոսքով, էական չի դա, բայց չի ստացվել ի վերջո այդ process-ը։ Հիմա մենք, այսինքն մենք որտեղից ենք, այս մարդիկ ասում են եկեք սկսենք այնտեղից, որտեղից այն անգամ չի ստացվել։ Այսինքն գտնենք տեխնացու, բերենք մարդիկ եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչն է խանգարում, որ այս process-ում, օրինակ հիմա որ դուք դուրս գաք փողոց, ասելու եք տեխնացուի մասին։ Լինելու է տեխնացուի բան, այսինքն անում ենք ում համար ենք անում, ինչի համար ենք անում։ Նայեք Նարեկ ջան, փողոցը ուզեն չուզեն, ընդունեն չընդունեն, փողոցը չասեմ հրապարակ, այո։ Ուզեն չուզեն, ընդունեն չընդունեն, ոնց ուզում են պտտվեն, ինչպես ուզում են շրջվեն։ Այսօր հրապարակը առաջնորդ ունի, վերջ։ Ես եմ դա։ Այո։ Եվ դա վիճարկելի չի, եթե ուրիշ մեկը կա, կամ կան, խնդրեմ։ Չկա։ Ես հրապարակից չեմ գնացել, չեմ հեռացել, այս կամ այն ճանապարհով փորձել եմ, փորձում եմ եւ շարունակել եմ փորձել։ Գիշեր ցերեկ հանդիպումների մեջ ենք, մինչեւ առավոտվա ուշ ժամերը, պետք է լինում գնում ենք շրջանները առանց հրապարակելու, առանց ասելու, եւ դա շատ կարեւոր է, թեպետ իրենք արդեն տեղյակ են, 7 օպերով են հսկում, 8 օպերով են հսկում։ Անուն նկարի մարդիկ չկան, մեջը կարող է տեսած ճանաչել։ Մեր տղաները կարող են իմանան իմիջիալից։ Ես այն նկարները կա, ուրեմն ենք գալիս։ Անցել օրը ասել եմ, այլևս հայկական համարանիշները փոխված են իրենց մեքենաներին։ Լավ է, վրացական։ Վրացական եւ ռուսական նկարներ ունենք, տեսանյութերն էլ ունենք, ամեն ինչն էլ ունենք։
Ռուսական։ Հիմա ես ձեզ ասում եմ, մեզ որ գործակալ են ասում, բա դուք ինչ եք։ Հա, ռուսների հետ կապված, հա։ Որևէ Ես լսել եմ, որ առումով։ օպերատիվ ռուսական համարներ են Այո, կան, վրացական էլ, ռուսական էլ, անցյալ անգամ տեսել ենք Բելգիայի կամ եվրոպական Եվրոմիության։ Այո, Այո, այո։ բազմազան Չէ, բերել են լիքը, ու պրիտոմ ես չեմ զարմանալ, եթե օրինակ վրացական համարը լինի OPR անունով։ Իմիջայլոց ասեմ ձեզ, ուրեմն միտեղ որ մենք գնացել ենք թաղամասներից մեկը, Աջափնյակ, ուրիշ տեղ էլ չասեմ։ Մի քանի մեքենայով հսկում էին, պտտվում էին եւ այլն, դա տեսել են, գիտեն, հանել են կամերաներ, տղաներ ուղղակի երեսների նկարում են եւ այլն։ Մեր տղան մոտեցել է մեքենային, կանգնած, դուռը բացել է, որ հարցնի ով եք, ինչ եք, սա վախեցած մեքենան ուղղակի արագության տակ։ Դեի վրա դրա գնացել, հա՞։ Գնացել խփել էր այդ ցանկապատախառը բորձյուններին ամբողջ ջարդել, մեքենան ջարդել, ցանկապատը ծռել ու փախել։ Մեջից էլ փախել։ Չէ, մեքենայով փախել ուղակի այդ ջարդված, ուղակի ջարդած, այո։ Եվ սա ես ինչու եմ սա ասում, որ այս բոլորը իրենք շատ լավ մենք այդ կռվի մեջ ենք ամեն օր։ Այսինքն հրապարակում երևացող, չերևացող կռվի մեջ ենք։ Կռվի մեջ։ Դուք չեք հեռացել հրապարակից։ Բացարձակ, եւ տրամադրություն էլ չկա։ Ես ինչ որ ասել եմ, դա էլ անելու եմ։ Ասել եմ, եթե մենակ էլ մնամ, չեմ գնալու։ Կապ չունի դա, բացարձակ կապ չունի, որովհետեւ ինձ համար արժեքներ գոյություն ունեն։ Ինձ համար ոչ նյութական շահ, ոչ էս, ոչ այն, ոչ մի բան չկա։ Իմ հետ հաշտ լինելն է, վերջ։ Աստծո հետ, իմ հետ, իմ ժողովրդի, իմ նահատակ հերոսների հետ։ Երկրորդ պարագան։ Ուրեմն տեխնացուի մասին եք խոսում, ինչ է լինելու։ Էլի չեմ ասելու ինչ է լինելու։ Վստահաբար չեմ ասելու։ Բայց մեր ճանապարհը հետևելը, մենք պետք է գնանք ուղիղ հրաժարեցման։ Ուրիշ տարբերակ չկա։ Իր հրաժարականի պահանջի, ուղիղ հրաժարական։ Տեխնացուն էլ ինքնին կլինի։ Ուղիղ հրաժարականի։ Մենք հիմա դա իմպիչմենտ չի փաստացի ուրեմն դառնում։ Չի, բայց բաղադրիչներից մեկը կարող է լինել։ Չի, մենք պետք է բոլոր ճանապարհներով գնանք, բոլոր անխտիր բոլոր ճանապարհներով։ Մեզ համար չէ, այստեղ արդեն մարտավարության չէ, ռազմավարության տարբերություն է։ Ռազմավարությունն էլ է տարբեր։ Այս մի ճանապարհ, այն մի ճանապարհ, մեկ ուղին եւ այլն։ Մենք ուրեմն նայեք, հունիս 12-ի պատկերավոր ասեմ, երբ որ այդ ռումբերը նետում էին եւ այլն, մենք մի ճանապարհով էինք գնում, չէ՞։ Այդ մեկն էր ճանապարհը, մենք ուրիշ ճանապարհներ չէինք միևնույն ժամանակ գեներացնում։ Հա, բայց ստացվեց որ չի լինում, չեն կարող այդ։ Կլինի, ուրեմն այդ ոստիկանական շղթան անանցանելի է։ Այդ ոստիկանների մոտիվացիան կոտրում է իրանք։ Ոստիկանների շղթան անանցանելի է, ուրիշ բան պետք է անենք, ուրեմն համագործակցության եւ այդ միևնույն ժամանակ նաեւ սրանց այդ որևէ ձևով համերաշխություն ունենալու բանը համակարգը կամ համակարգը պետք է կարողանանք ենթարկել խափանման, այսպես ասեմ։ Բարոյազրկման։ Բարդ բառերը։ Բարոյազրկման։ Այսինքն ընդհանուր իրանց ամբողջականությունը ուժային համակարգը, ամբողջ համակարգը գործող պետական ամբողջ էս։ Քանդել։ Չէ, խափանել էլի, հա, կապը։ Լավ, Սրբազան, ես վերջերս ես հիշեցի, մեզ հարց տվել էին, ես էլ հիշեցի մի անգամից։ Եթե չեմ սխալվում, դուք հանդիպել եք երկրորդ ու երրորդ նախագահներին, ճիշտ եմ հիշում, այս վերջին անցած տարվա սեպտեմբերին։ Օգոստոսին։ Անցած տարվա օգոստոսի վերջի անգամ այդ ժամանակ եք հանդիպել։ Բայց ես չէի լսել ուրիշ տեղեկություն, դու լսել ես որ գրել էին հարցը։ Ես եմ ասել, ինչ որտեղ էր, չեմ հիշում, հարցազրույցի ժամանակ, կարծեմ Հրիփսիմեն էր Ջեբեջան, եթե չեմ սխալվում։ Ես ուղղակի խոսել եմ, հավանաբար այդ տպավորությունն է եղել։ Ես խոսել եմ սեպտեմբերին եմ հանդիպել, այո, առաջին անգամ իմ կյանքում չասեմ, առաջին անգամ հանդիպել եմ երկրորդ նախագահին, որովհետև այն ժամանակ 2000 թվականի անգամ 2 րոպեով էի հանդիպել, դա եղել եւ հանդիպել եմ երրորդ նախագահին, դա եղել է եւ միևնույն ժամանակ քաղաքական շատ ուժերի, տարբեր ուժերի, մեծ ու փոքր։ Իսկ այսինքն ճիշտ եմ հասկանում, այս ընթացքում էլ է այդ բանը պահվում, հա, այդ այսպես ասած նախագահների հետ չէ, կոնկրետ ուժերի հետ կապը, որտեղ ես ուզում եմ հարցս մյուս ուրիշ ուժերի հետ, որ ուժերի հետ որ եղել է կապը,
մենք պահել ենք, խոսել ենք, որոշներ իրենք են նախաձեռնել հանդիպել, որոշների հետ ես եմ հանդիպել, մեծ կուսակցությունների հետ խոսել ենք, իրենք արդեն որոշակի շփման բան ունենք, այդպես ռեժիմ ունենք, տարբեր հարցերի շուրջ խոսելու, ես տեղեկացրել եմ, ոչ թե տեղեկացրել եմ, որ այսպես ասած տեղյակ լինեք, ասել եմ, որ սա մեր ծրագիրն է, գնում ենք առաջ։ Հա, այս ինչի մասին խոսում ենք հիմա։ Ինչի մասին ես խոսում եմ, ես գրեթե մանրամասնությամբ խոսել եմ, ներկայացրել եմ, հարցեր են եղել տարբեր տեսակի եւ մենք այդ բոլոր հարցերը իմ կարծիքով սպառել ենք։ Հիմա իրենց արձագանքն ու պատասխանը ինչ կլինի, դա արդեն իրենց որոշելիքն է։ Սրբազան, իսկ եթե Էդգար Ղազարյանից այդ շարժումը ունենում է տեխնացու, որի տակ ստորագրում են падգամավորները։ Ով է տեխնացուն։ Օրինակ, որևէ մեկը, որը լինում է երկու դիմադիր խմբակցությունների համար ընդունելի։ Ինձ համար պետք է խմբակցությունները ինչքան ուզում են ընդունելի լինի, ինձ համար պետք է ընդունելի լինի։ Այսինքն դուք չեք համարում, որ ով էլ լինի Նիկոլից լավը կլինի։ Չէ, չեմ համարում, բացարձակ։ Դուք համարում եք այդպես։ Ես անձամբ չեմ համարում, անկեղծ ասած, բայց մարդիկ կան, քաղաքացիներից գալի մեծացություն, ասում ախպեր սրանից ազատվենք։ Մի հատ գիտես ինչ ենք գալիս, ես մի հատ անկեղծ ասեմ։ Դրան տանես, դրան նման բերես։ Հա, դե պարզ է, որ այդ խնդիրը կա, մենք հիմա ինչ ենք ունենում, նայեք, մարդկանց մոտ արդեն տարիների վեր կա հստակ ակնկալիք, որ Նիկոլին պետքա հեռացվի։ Հիմա ես ենթադրում եմ, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն տարբեր տեսլական, թե որը կլինի ավելի լավ տարբերակը Նիկոլին փոխարինելու։ Ակնհայտ է դա, որ տարբեր ուժեր տեսնում են տարբեր մարդկանց։ Ըստ այդմ չի լինում մի հատ կոնսենսուս, ոչ մի հարց առաջ չի գնում, որովհետև կայնում է այդ բանի հարցը, տեխնացուի հարցը, ես չգիտեմ, ինչ որ մի ուժ առասարակ իր ներուժը ամբողջությամբ չի կիրառում, ու ժողովուրդը կողքից նայելով ասում են ախպեր, լավ, ինչքան կարելի է։ Իդեպ նույնը չասեմ, բայց այսպես խառնաշփոթ վիճակը ես ոնց հասկանում եմ, իսկ ներեք իհարկե որ այդ դաշտն եմ մտնում, բայց իմը չի այդ դաշտը, բայց ես որ sense կողքից նայում եկեղեցում էլ, հա, ինչ որ անհասկանալի վիճակը այն առումով, որ մի մասը մի բան է, մի մասը ինչ որ ուրիշ տեսակ է, մի մասը քաղաքական թեմաների մեջ ակտիվ, մյուսը пассив, ու նույնը քաղաքական դաշտում։ Ամենտեղ ինչ որ խառնաշփոթ է, ու մարդիկ որ նայում են արդեն մի տեսակ շատերը չեն էլ հավատում, որ հնարավոր է մի բան անել, որովհետև կարծես թե չի լինում իրար գլուխ հավաքվել մի ընդհանուր բանի շուրջ։ Դուք տեսնում եք հնարավոր, որ դա հնարավոր է։ Ես արել եմ դա եւ տեսնում եմ, Վազգեն ջան։ Նայեք, խնդիրը ես խոսակցությունների մարդ չեմ։ Հասկանում եք, խնդրեմը խոսակցությունն է, խնդրեմը աղմուկն է, աղմուկ։ Աղմուկ անելն է, գնալ ինքնաբավարարվելն է ինչ որ ձևով։ Շատ մեծ խնդրեմ է դա։ Այո, եւ մեր քաղաքական դաշտի գործողները պետք է ընդունեն դա։ Աղմուկ անելուց բացի պետք են կոնկրետ գործեր, կոնկրետ չվախենալ պատասխանատվությունից։ Այս անորոշ իրավիճակներում չվախենալ առաջնորդությունից։ Չասել կստացվի, չի ստացվի, ժողովուրդն ինչ կասի, ժողովուրդն ինչ չասի, այս խումբը ինչ կասի, այն խումբը ինչ կասի։ Դու ինչ ես անում, դու ինչքանով ես պատրաստ ինքդ քեզ հետ հաշտ լինելով այդ պատասխանատվությունը ստանձնել քո բաժնով ու անել։ Ես դրա համար եմ միշտ ասում, սա ինձ համար անձնական պայքար է, անձնական խնդիր է, ոչ թե նորից պիտի կրկնեմ, ոչ թե անձնական շահի, այսինքն անձնական շահ ունենալու, այլ անձնական հարցը, որովհետև վիրավորված եմ, չի կարելի սենց ապրել։ Անկեղծ, հիմա թող բոլորը այդպես մտածեն։ Մենք երբ որ Կիրանցից էլի պիտի հետ գամ, ոսկեպարից գալիս էինք կամ այն ժամանակ սկսում էինք գործընթացներ, բնական գործընթացները սկսում էինք, էլի նույն պատկերներ ու ավելի վատ, ավելի սարսափելի, նոր հանձնված Արցախի այդ վերքը, մեր տնազրկված հայրենակիցները Արցախցի, այդ խառնաշփոթ վիճակը, անորոշությունը, ամեն ինչ, ինչ ասեմ, ծանր դեպրեսիվ վիճակ էր մի հատ, ծանր, ով որ կասի ինքը այդպես չի զգացել, ես կզարմանամ։ Չէ, դե տես չի որ շատ ավելի ծանր դեպրեսիվ վիճակ է։ Հիմա մարմինը շարժվել է։ Հասկանում եք, մարմինը սկսել է շարժվել, տաքություն է ունենում, սա ունենում, նա ունենում, հազար բան է, բայց շարժվել է մարմինը։ Հիմա մեր խնդիրը ո՞րն է։ Մենք նորից նույն ճանապարհով պիտի գնանք։ Կա գործողություն, կա առանցք,
Եթե ցանկացողներ կան քաղաքական դաշտից, ուժեր, միավորներ, հասարակական դաշտից եւ այլն, խնդրեմ, թող կպնեն։ Ծրփան Կան, այդ մարդիկ կան, այնպես չի որ չկան։ Երբ որ ես խոսում եմ, այդ վստահությամբ եմ խոսում։ Մենք արվեստի էլ, մշակույթի էլ, բժիշկների էլ, դասախոսների էլ տարբեր աստիճանների եւ մակարդակների վրա, ինչ ասեմ, արեստավարժ, պրոֆեսիոնալ, լրագրողներ էլ ամեն ինչ ունենք։ Գումարած այս բոլորին, բոլոր շերտերի եւ խավերի մարդիկ, գերիտասարդներից, ուսանողներից, տարբեր տեղերից, Նարեկ ջան, Վազգեն ջան, բավականը մենք փողոց դուրս գանք, անկեղծ ասում եմ ես, բավականը փողոց դուրս գանք, այս իմիջիալոց հիմա ես կամաց նորից բերում եմ, չեմ վստահում ին։ Այդ շրջանակում, որ ես գնում եմ երեկոները 15 րոպեով, 20 րոպեով, կես ժամ, ինչքան որ հնարավորություն ունեմ, մեր երիտասարդներ զուտ այցելելու, տեսնել, քաջալերելու իրենց, խրախուսելու, մեր 15 րոպեն, 20 րոպեն դառնում է մի ժամ, 2 ժամ, որովհետեւ փողոցում մարդիկ անընդհատ մոտենում են, անընդհատ տարբեր խավերի ու շերտերի մարդիկ եւ ակնկալիքով են մոտենում։ Ակնկալիքը հետեւյալն է, երբ ենք դուրս գալիս պայքարի, երբ ենք ես այնքան ուրախ եմ դրա համար, որ մարդիկ այո, հավատում եմ, որ այդ պահին կարող է էմոցիոնալ են, զգացմունքային ինչ-որ բաներ են ասում, պարզ է, բայց այդ հարցադրումը օդի մեջ է, երբ ենք դուրս գալիս պայքարի։ Այն որ ասում են ժողովուրդը հոգնելը, չոքնելը եւ այլն, ես չեմ հավատացել եւ չեմ էլ հավատում, այս ժողովուրդը միշտ էլ ուզում է իր ազատագրությունը ունենալ։ Մենք պետք է կարողանանք արժանի լինել այս ժողովրդին։ Բայց որ մոտենում ասում են երբ Ես իրենց բացատրում եմ, շուտով, բայց ինչ ասեմ, ասում են կարճ ժամանակից, շատ չենք ուշացնելու, պատրաստ եղեք, սպասեք, զինվեք բանով զենքով չեն։ Այդ պարտադիր, ասա որովհետև սրանք գիտեմ, հիմա կբռնենք կկրճատեն գնեն, ասեց զինվեք։ Զինվելու կոչ է անում։ Իմիջիայլոցը այս նշանը այդ զինվելու մասին է, այստեղ սա շատ խորհրդանիշը, շատ կարևոր ամերիկյան հեղափոխություններից, այսպես ասած, խորհրդանիշներից մեկը, որն է, որը կոչվում է հագեք Աստծո սպառազինությունը, ամենայն ժամ աղոթեք, եւ սա կարևոր խորհուրդ է, հագեք Աստծո սպառազինությունը, առաքյալն էլ է ասում զինվեք, բոլորն էլ ասում են զինվեք, այդ սպառազինությունը հագեք։ Դե ասում են զինվեք համբերությամբ, չէ՞ նաեւ։ Համբերությունով էլ են զինում մարդկանց։ Համբերությամբ զինվեք, կամքով զինվեք, հավատով։ Այն հավատքը, որ ունեցել եք, դրանով հետ վերականգնեք, զինվեք, հուսախաբվածներին էլի ֆուտբոլի օրինակով պիտի գամ, ինչպես որ ամեն անգամ տարբեր աստիճանի խաղեր են լինում Հայաստանի հավաքականի պարագային կամ իրենց սիրած թիմերի, տեսնում եք, որ ինչ որտեղ չի հաջողվում, պարտում են, հուսախաբվում եք այդ բան եւ այն, բայց էլի պատրաստակամությամբ գնում եք աջակցելու այդ խաղին մասնակցելու։ Ես Ռեալ Մադրիդին, հենց սաղ տարի հակաֆորում են, հենց հակակրվեցինք, բայց մենք այս շարունակում։ Ինչ եմ ուզում ասել, որ չի կարելի, սա process-ը ամբողջական գործընթացը միտեղ թույլ կլինի, միտեղ ուժեղ, միտեղ չենք հաջողի, 5 անգամ չենք հաջողի, 10 անգամ չենք հաջողի, բայց միթե մենք պիտի մնանք անհաջողության տակ։ Դա պիտի դուրս գա մեր մտքից, ոչ։ Սրբազան մենք այստեղ հարց ունենք, քանի եկեղեցուն Վազգենը եկեղեցուց հարցրեց, հիմա հարց ունենք։ Իմպիչմենտի թեման փակվեց։ Իմպիչմենտի թեման գլոբալ առումով իմ համար ես ուղղակի շարունակություն ուզում եմ ասել։ Հա, եթե կա ասելիք, երկու բառ կա ասելու, որովհետև տեխնացուներ կան կամ ես մեկին չեմ ճանաչում, մեկին եմ մի քիչ եմ ճանաչում, կամ եթե տեխնացու են երկու, նույնիսկ չգիտեմ, տեխնացու։ Չէ, մեկը տեխնացու է, մեկը ինքը իրան առաջարկել է որպես հնարավոր տարբերակ։ Նու իր կուսակցությունը իրան առաջարկել է, տենց։ Ես ուղղակի մեր խմբակցություններին խորհրդարանական ինչքան որ իմ իրավասության սահմաններում է շատ բարեկամաբար խորհուրդ կտամ, որպեսի հանկարծ ու հանկարծ այն պարտադրանքի տակ չմտնեմ, որ որևէ մեկը լինի, կարող է լինել տեխնացու, այն իմաստով եմ ասում, որ չի կարող լինել այս ռեժիմին ծառայած որևէ մեկը տեխնացու։ Միանշանակ, դե մենք հետել ենք, մենք ասում, իդեպ քվեարկությանը մենք 2000-ից ավել մարդ ունենք մեզ դիտող, խնդրում ենք Ժորժ ջան, 1994 հոգի քվեարկել է, այդ քվեարկողներին նաև խնդրում ենք, չնայած 11%-ից բացի են մնացածին խնդրում ենք այն 89%-ին խնդրում ենք
նաև լայքել ես տեսանյութը, որովհետև ես օրինակ այդ անտագոնիզմը ես չեմ բացառում, որ մարդ կա, որ այո, տեսնում է Էդմոն Մարուկյանին, բայց նաև ախպեր ջան, պրիատնի մեզ, նայում է, լայքում է, կարա տենց մարդ։ Լավ, դու արի Էդմոնին քվեարկողներին կոչ արա, ես կոչ անեմ մեր Էդմոնին չքվեարկողներին 11%-ին, որոնք տեսնում են Էդմոն Մարուկյանին որպես վարչապետ։ Լայքեք ես տեսանյութը, թող մարդիկ տեսնեն, որ դու կաք օրինակ թե չկաք, մի հատ ցույց տվեք։ Մեկը չի երևալ, ով է լայքում, ես վստահ եմ, որ հիմա լավ, բա տեսեք, հեսա ցույց տամ։ Պես աստեղ կա քվեարկություն, որտեղ մասնակցել է այսքան մարդ, եւ ու մենք ունենք լայքեր 800 քանիս։ Հիմա մենք պետք է տեսնենք այս ընթացքում լայքվում է հեսա այս լայքերն, հա։ Կարող է մարդիկ օրինակ այդ 11% այն գլխից են լայքել։ Տեսել են Էդմոն Մարուկյանն էլ կա, ասել են յեսի լավ բան է լայքել են։ Ինչ ես շարանում մարգած։ Խնդրում եմ Ժորժ ջան, ամեն դեպքում լայքեք, որ վաղը մյուս օրը այս ամեն ինչը հասանելի լինի եւ ավելի մեծ տարածում ունենա։ Կարծում եմ իմպիչմենտի մասով այսքանը բավարար է, որովհետեւ տեսնենք հələ process-ները գնում են, մենք դեռ առիթ կունենանք, հատկապես 2-3 օր մեր դիմաց ունենք։ Այո։ Որոշակի իմաստով երկշաբթի, երեքշաբթի մենք խորհրդակցություններ ունենք մեր բոլոր պատասխանատուների եւ մի խոսքով այդ մասով դեռ հա բարձ է, թվում է առիթ կունենանք process ունենք, կասը մնացած։ Դե դրա մասին հələ կխոսանք։ Հիմա հարցը տամ էլի լսանի կողմից, որ ինձ էլ էր դուր գալի, մենք միջև այդ խոսում էինք աղանդներից։ Ու Վազգենը նաեւ մի քիչ առաջ եկեղեցուց էր հարցնում, որպես հոգեվորական, հա, որը որ երկարամյա ծառայություն է մատուցել եկեղեցուն ու վստահ եմ դեռ շարունակելու է մատուցել, ինչով է պայմանավորված, հարցնում են, այդ աղանդների լայն տարածումը, ինչով է այդ աղանդն ավելի գրավիչ, քան հայ առաքելական եկեղեցին, ինչն է պատճառը սրա։ Այք սա շատ բազմաշերտ հարց է, Նարեկ ջան, եւ ես չեմ կարծում, որ մենք մի 5-10 րոպե, 20 րոպե, թեկուզ կես ժամ շատ մակերեսային թեկուզ կամփոփենք դա։ Ինչով է պատճառը։ Ես գրավչության մասով չեմ ասում։ Հիմա եթե խորքային գնամ պատասխանելու, մեր հայրերը հետեւյալ պատկերն են տվել եւ եկեղեցուն կալումն էլ այդպես է։ Դու ինչ ես ուզում, զվարճություն թե պաշտամունք։ Դու ուզում ես ժամանց թե պաշտամունք։ Հիմա եկեղեցին պաշտամունք է առաջարկում։ Իրանք ժամանց են առաջարկում։ Ժամանց են առաջարկում։ Երկրորդ, մենք խոսում ենք աղանդների մեջ ներգրավվածների մասին, բայց չեն խոսում դուրս եկածների մասին։ Մենք էլ ավտոմատ լծվում ենք, մեխանիկորեն լծվում ենք այդ քարոզչության process-ը։ Դրանց գրավիչ դարձնելով։ Երրորդը, մի շատ կարևոր հանգամանք գոյություն ունի, համայնական կյանքն է։ Մեր եկեղեցին իր համայնական նկարագիրը պետք է շատ ուժեղացնի։ Այսինքն համայնքի անդամները պետք է նաև մասնակցություն ունենան, պատասխանատվություն կրեն։ Այդ աղանդավորական այս կամ այն կազմակերպության համայնքի անդամները շատ պատասխանատու կերպով ներգրաված են նաև քարոզչական աշխատանքներում։ Իրենք գնում են, մարդ են բռնում, ձեռից բերում են եւ այն միայն իրենց նույնիսկ կարող իրենց հովիվները կապել չունենան, անկեղծորեն ասած։ Մեր եկեղեցում մեծամասամբ ամեն խնդիր մեր քահանաների վրա է։ Երրորդ մեր հոգևորականության վրա։ Չորրորդ մասը այս ահռելի հակաքարոզչությունը, որ եկեղեցու դեմ ծավալվում է, ահռելի ծավալով, աննկարագրելի ծավալով, բոլոր ուղղություններով, սուտը, ճիշտը, իրավը, անիրավը, լրիվ իրար խառնած, ինչ կա ասելու, բոլոր առումներով եւ եկեղեցին 90-ականներին, երբ որ մեր վերանկախությունը հռչակվել է, ժամանակը ես նորից եմ ասում, կացնահարված եկեղեցի է եղել։ Ժամանակը չի ունեցել հանդարտ ժամանակը, որ կարողանա ամբողջությամբ վերատեսության ենթարկել իր ամբողջ ընթացքը, չի եղել հանդարտ ժամանակ։ Ներքին ցնցումներից, մեր արցախյան ազատամարտից սկսած, ներքին ցնցումներից վերջացրած։ Մի մոռացեք, սրանք էին առաջինը չասեմ, բայց այդ շարքում ամենաառանցքայինը, երբ որ 2008 թվին էր, ինչ հարցակում էին, հենց այս նույն չարիքը, ինչ հարցակում էր գործում, ինչեր էին ասում, առաջին այդ մեծ, ամենամեծ հարվածը, այդ իմաստով ինքն է տվել հենց, այդ ժամանակ դեռ, և դա շարունակական է դառել, հիմա եկեղեցին բնականաբար, եկեղեցականները ոչ թե եկեղեցին, հազար մի խնդիր ու թերություններ ունենք, դա ոչ մեկ չի բացառում, սահմանափակ թվով, քիչ ռեսուրսով, միևնույն ժամանակ տարբեր խնդիրներով, դրանց մեկի մասին Վազգենը ակնարկեց քիչ առաջ, ես
իմիջիայլոց հասկանում եմ ինչի մասին է ասում, բնական է դա։ Բայց դա ներքին կյանքի վերակազմավորման է, եկեղեցին կարիք ունի որոշ շրջան հանդարտ ապրելու։ Անընդհատ հարվածների տակ։ Դե շրջանը ապրեց հանդարտ, մի շրջան հանդարտ չի եղել տես շրջան։ Քիչ է, օրինակ 99-ից մինչև 2000 չի եղել։ Ներքին ցնցումներ, 1000 ու մի բաներ, հոկտեմբերի 27-ը դա ամբողջ վերածառայության օրը, ճոծման օրը։ Հենց տեսեք ինչ ժամանակներ, ինչ իմանամ, դրանից հետո հաջորդող 1000 ու մի ներքին խնդիրներ, ընտրություններ, անընդհատ ընտրությունները պատմություններ են դարձել մեր երկրում։ Եվ այսպես շարունակ։ Հիմա սրա մասին էլ կասեմ, կողմի դեմի խնդիրը չէ, իրավիճակն է նկարագրում։ Արդար անարդարի մասին չի, իրավիճակի, այսինքն 30 տարվա մեջ անընդհատ մեր կյանքը եռացել է։ Մենք որպես պետություն, պետականությունը գոնե ինչ որ լիարժեք խաղաղության, հանդարտության ժամանակ չենք ունեցել։ Անընդհատ ինչ որ մի բան հաջորդել է։ Ներքին ցնցումը ավարտվել է, արտաքինն է սկսել, արտաքինը ավարտվել է, ներքինն է սկսել եւ այսպես շարունակ։ Բայց մի կարևոր հանգամանք կա։ Ես իմ սկզբունքը կյանքում եղել է որպես հոգեվոր, ընդհանրապես չխոսել աղանդների մասին, գործել դաշտում։ Այո, հանել դրանց։ Ես ասել եմ, որտեղ մենք լիարժեք ներկայությունը կունենանք, այնտեղ իրենք տեղում չորանում են։ Սրբազան, բայց մի բան էլ էլի, իրանք աղանդ ասել է, իրանք փորձում են ինչ անի, հիմա օրինակ աղանդի փոխարեն ինչ որ եկեղեցիներ են դրել անունները։ Օրինակ ասում են, չգիտեմ, մի քիչ առաջ խոսում էինք Վազգենի հետ, պատմում էր մի իրավիճակ, երբ որ ինչ-որ մարդիկ ասել են գնանք եկեղեցում, մեր եկեղեցում անանք, Վազգենը եկեղեցուց գնացել ցել եկեղեցին որն է, ինձ էլ ասում է քեզ դուր կգա ձենի հետ կապված, ամեն ինչ լավ է։ Անես ձեն են դնում, զվուկը լավ է։ լուրջ եմ ասում, ուշադրություն են դարձնում տես բաների վրա, որ սենց խոսա այդ իր բաները ասի, սենց ականջի մեջ մարդեն որ վեր կաց։ Հիմա մարդիկ օրինակ ով քեզ մեծ նաուշնիկներով լսում, ես էլ պիտի ասեմ, նայ, լայքեք այս տեսանյութը։ Դա նկատում եք թե չէ, տեսեք ավար։ Ժողովուրդ ջան, լայքեք այս տեսանյութը։ Իրականում այդ ամեն ինչը պարզա որ սրանց մեթոդներն են տարբեր, մենք պետք է շատ օգտագործենք ժամանակակից գործիքներ։ Հիմա դուք օրինակ տվեցիք, չէ, ձայնը եւ այլն։ Իրենք շատ են բաներ, այդ եկեղեցի կոչված, ասենք, բջիջներ են այսպես քաղցկեղի պես տարածված։ Ես մի բան ասեմ, սրբազաններ, ես ախր ներսից էլ ինչ իշխանով որ տեսել եմ, ոչ թե լինելով ներս, այ ծանոթ եմ ունեցել, մտերիմ եմ ունեցել, որ մեջն ա եղել։ Ես տեսել եմ երիտասարդության վրա ինչ իրանք շեշտ են դնում։ Ու ես, եթե կհիշեք, մի անգամ ձեզ հետ էլ որ խոսում էինք, ասացի, որ ձեր թեմի այդ երիտասարդները, որ այդքան աշխատում են, ու նաև մտել եք համացանց, դա շատ կարևոր գործողություն, որովհետև իրանք ինչ են անում, իրանք դարձնում են իրանցը թրենդային եւ փորձում են դրանով ներգրավել երիտասարդներին, պարային խմբեր են անում, երաշտական խմբեր, ինչ որ նենց գործողությունների բան են անում, որ ու հետո վտանգը ստե որն է, օրինակ ես ինչի ասա կարևոր է համատեքստում խոսելը, որովհետև այս մարդկանց հետ որ խոսում ես, իրանք իհարկե դրա մեջ այն մարդիկ ովքեր հաճախում են դա, իրանք չեն տեսնում դրա թաքնված վտանգները, իրանք թվում է դե ինչ վատա որ մեկ փողով են օգնում, եսիմ ինչով են օգնում, երեխեն էլ գնում, դե թո Աստվածավախ լինի, հենա լավ է, ինչ վատա, իրան հասանելի լեզվով են խոսում, նաև ապահովում են որոշակի զբաղվածություն, այսինքն այդ իրանց խմբակներով եւ այլնով, բայց չեն հասկանում, որ գալիս է օր, ու ես վստահ եմ, որ այդպես է, որ այդ մարդկանց օգտագործում են, որպեսզի արվի հստակ գործողություններ։ Օրինակ ասում են, ես ասեմ քեզ, բարձ ասեմ, մարդկա ինձ ասել է, որ X եկեղեցի չասենք էլի, X հիմնարկի հավաքատեղի արի ասա էլի բան ասենք արի կրոնական կազմակերպության դե ոնց կա տենց ասենք կրոնական կազմակերպության հովիվը եկել ասելա որ ժողովուրդ ջան մեզ համար մեր եկեղեցու համար լավ կլինի եթե լինի ահա այսպես ինչը նշանակել է որ գնացեք ընտրեք կամ գնացեք պայքարեք կամ արեք X գործողություն։ Իրանք դա նենց են մոտիվացիան մասին չի խոսքը, էլի որևէ պարագայում։ Առաջ իշխանության լավ կլներ ընդդիմությունները, դե կարանայինք այդ սեկտաներին մեզանով անեինք, սա հավաքվեին, ասեին գնացեք Նիկոլի դեմ, մեզ համար լավ կլինի, որ Նիկոլ էլ չլինի։ Ախպեր ջան, հետո այդ տաքս սեկտաների հարցը մի ձև կլուծեինք, թո կպնեին մեզ օգնեին, ախպեր, դրանք ֆանատիպես գնում փողոցները փակում են։ Կարիք չկա, չէ, Վազգեն ջան, կարիք չկա, որ հետո էլ պարտադրանքի տակ չեն։ Ես իմ վրա կվերցնեմ։ Ես հետո կասեմ ախպեր, ներողը լեք, կթռը, կգցեմ։ Եթե իրենք նայեք, եթե նայեք քրիստոնեությունը
կրոնը ընդհանրապես լայն իմաստով եւ հատկապես քրիստոնեությունը ճշմարտության մասին է։ Ուրիշ բան չվերցնենք գաղափար, ճշմարտության մասին է։ Հիսուս ինքն է ասում, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը։ Հիմա ճշմարտության մասին է։ Ես քանի առիթ օգտագործել եք, ասում եմ, բոլորին, կրոնական կազմակերպություն, սա, նա, ինչ որ կան։ Մանավանդ նրանք, ովքեր իրենց քրիստոնյա են համարում։ Այս իրավիճակը, երբ որ ասում ճշմարտության մասին է, դուք համարում եք, որ ճշմարտության մեջ ենք մենք ապրում, իրենց բոլորին։ Այս իրավիճակի մեջ իրենք ճշմարտության համար պատրաստ են դուրս գալու հրապարակը որևէ տեղ, թե ապրելու իրենց կոնֆորմիստ վիճակում ստի հետ հաշտ։ Եթե ապրում են ստի հետ հաշտ, ուրեմն իրենց քարոզչությունը եղածով սուտը, ուրեմն իրենց քարոզչությունը ամբողջությամբ ներսից դուրս սուտը, ուրեմն ճշմարտության հետ կապ չունեն այս մարդիկ, ոչ էլ քրիստոնեության հետ։ Եթե չունեն ճշմարտության հետ կապ, ուրեմն քրիստոնեության հետ էլ չունեն։ Եվ սա, այո, ես ասում եմ, դատելով եմ ասում սա, դատելով իրավիճակը։ Մենք ապրում ենք ստի կեղծիքի տիրույթում, այս մարդը, որը այսօր չարիքը կառավարի, այսպես ասած, կառավարիչն է մեր երկրի, չէ՞, գոնե մինչև հիմա, ամբողջությամբ ստի մեջ ապրող մարդը գեներացնող, եթե որևէ մեկը կա, քրիստոնյա մարդ, որ համաձայն է կոնֆորմիստ վիճակով, ինչ ասած, համերաշխ ապրելու այս ստի մեջ, ուրեմն ինքը քրիստոնյա չի։ Միանշանակ։ Գործնական իմաստով էլ չի, տեսական իմաստով էլ չի, որևէ ձևով քրիստոնյա չի ինքը։ Համաձայն եմ։ Սրբազան, մի հարց բանով, ինչի այս հարցը իրականում մենք քննարկել ենք շատ, բայց կուզեի դուք էլ արտահայտեիք ձեր կարծիքը, չեմ տեսել այս հարցի շուրջ դուք կարծիք արտահայտել եք, թե չէ։ Խոսքը վերաբերում է մի կնոջ, որը եկել էր ու հարձակվել էր Սրբազան պայքարի ակցիա իրականացնող երիտասարդների վրա եւ մի անգամ չէր հարձակվել, մի հատ առավոտյան էր եկել, հետո երեկոյան արդեն կոպալով էր եկել։ Հիմա ինչ որտեղ տարվեց այս բանը, հա, զրույցը։ Նախ դա մտավ այդ իր որդին չարաբաստիկ մի երևույթ, սկսեց հուզական դաշտ տանել, նախ սկսեց մայրերից խոսալ, մայրերի նկատմամբ սա է անթույլատրելի, նա է անթույլատրելի, սա քրիստոնեական չի, եւ այլն եւ այլն։ Հետո արդեն այդ հուզականությունը գումարեց ինչ որ մի պատմություն, որը որ իր անձնական ողբերգությունը երևի ողբերգության պես ներկայացվեց, ուսես փորձ արվեց այդ խղճահարությունը, այդ բանը ներկայացնելու։ Անկեղծ էլի, զուտ քաղաքականը մի կողմ են քաղաքականը ինչ ոնց որ պետք է արենք, քրիստոնեական տեսանկյունից էլի։ Արդյոք ազնիվ է որպես ծնող ներկայացնել մարդուն, որը արել է այդ ամեն ինչը, ու արդյոք այդ ոնց ասեմ նորմալ է, էլի։ Այսինքն դա տալիս է ինդուլգենցիա մարդկանց, թե չի տալիս։ Բացարձակ ոչ, նայեք, Նարեկ ջան, նախ ձեզ մեծ գնահատանք, որովհետև գիտեմ, որ անմիջապես անդրադարձակ դուք անդրադարձել եք։ Սա էլ թերություններից մեկն է, որ հաճախ չենք հանդիպում։ Հա, համաձայն եմ։ Բայց ոչինչ։ Կա տենց բան համաձայն եմ Ուրեմն ես էլ։ ես նայ քանի իրադարձություն ենք անցկացրել։ Սրան ճամփելուց հետո կհանդիպենք շատ։ Ուրեմն Չէ՞ դա պետք է հանդիպել որ ճամփենք, թե չէ։ Չէ, արդեն մտքերը տեղն են, ամեն ինչ նորմալ է։ Ուրեմն գնահատանք շատ, որ անմիջապես նաև արձագանքել եք, մի հատ էլ վերլուծություն եւ այլն եւ դա Դե այդ գնահատանքի Չէ, իսկապես պետք է ամեն ինչ իր չափով ու ձևով, ամեն ինչ իր տեղով պետք է նշվի, դա իմ բնույթն է դա, հիմա Շնորհակալություն։ չեմ ուզում որևէ ձևով մեծացնել կամ չափազանցել, բայց այդպես է։ Շնորհակալ եմ շատ։ Ուրեմն երկրորդը Սուրբ Գիրքը հստակ ասում է հարգիր հորդ ու մորդ։ Այո։ Վերջ։ Այս մարդիկ իրենց ծնողներին հարգանք չունեն։ Ես չեմ հավատում, որ իրենց ծնողներն էլ որդիների նկատմամբ հարգանք ունեն։ Ես ուզում եի դուք ասեիք այդ, որովհետև մենք այդ ասում ենք, Ես չեմ հավատում։ Ինչու չեմ հավատում։ Որովհետև որդու նկատմամբ հարգանք ունեցող իրեն այդպես չի պահի փողոցում։ Ծնողի նկատմամբ հարգանք ունեցողը թույլ չի տա, որ այդ աստիճանին հասնի։
Համաձայն եմ, ես էլ եմ ասում, բայց Ոչ միայն թույլ չի տա, որ ծնողը դուրս գա փողոց, այլ իր վարկը այնպեսին կլինի, որ ծնողը դրան համար չարժանանա։ մատնացույց չանեն։ Բայց այդտեղ պատճառը այն չէ, որ ինքը այդ մարդու մայրն էր։ Չէ, Դա հետո է, չէ, պարզվել։ իրենք ուզեցին պատմություն սարքել, Հա։ բայց չեն կարող, քանի որ ստախոս են, ստախոս։ Ես նախ իրենց մասին գիտեմ Խաշտարակից։ Շատ Իսկ այնտեղ են ապրել։ ընդեղից են իրենք։ Ուրեմն Ահա, դες Իջևանի շրջան, բայց այդ չի կարևոր։ Հիմա իրա վրա չեմ ուզում կենտրոնանալ, Հա։ որովհետև նա Չէ։ չնչին երևույթ է ուղղակի այդ մարդը։ Չէ, համաձայն եմ, երևույթն է ցավոք պետք սրտի, ընդհանուր ցավոք քննարկել սրտի, այս թվում։ Թեպետ ինքը դուրս է եկել ինչ որ բաներ ասել, քոչարանական տերտեր ասել, ինչ է ասել, ես ինչի մամ ինչ։ Այն մեկն էլ այն Վայոց ձորի նախկին էիք ասում, չէ՞, այն Վայոց ձորի նախկին մարզպետը եղել ոնց որ Ով։ Նախին իշխան։ ազգանունն էլ Բագրատյան։ Առաջին Այս Սերգեյ անունը։ Բագրատյան։ Հա։ Նա էլ վերակացել տականք մական։ Բեկեից էր, չէ։ Կարա, հա։ Չգիտեմ ինչից է։ Ամոթել է իրենց նախկինը, չէ՞։ Էդգարը լավ գիտի դրանց բոլոր դոսիեները, տվյալները, լրիվ գիտի։ Լավ դիահերձած ունի ամեն ինչ։ Ուրեմն ինչ է ուզում ասել, տականք, մականք երիտասարդներին եւ այլն։ Բայց հիմա գանք թեմայից այդ գանք դուրս։ Ցերեկը առավոտյան այս մարդը եկել է 70-ամյա տիկինի, ինչպես իրենք ասում են։ Ոչ մեկ իրեն չի ճանաչել, թե ում մայրն է, թե ինչ եւ այլն։ Ինչպես բոլորին մեր երիտասարդները Առաջարկել են ստորագրել մոտենում են դրա տակ, տեղեկացնում են, որ այսպիսի ակցիա կա, գործողություն կա։ Համաձայն եք չէ, մարդկանց ոչ մի բան չեն անում։ Չեն բռնի բերելու։ Ոչ մի բառ։ Սրբազան, ես քանի որ ինքս երիտասարդ տարիքում նմանատիպ շատ ակցիաներ եմ կազմակերպել եւ մասնակցել, սկզբից մասնակցել, հետո կազմակերպել, շատ լավ գիտեմ այդ ակցիան իրականացնողի հոգեբանությունը։ Այսինքն բնականաբար, եթե տեսնում ես, որ այդ մարդը քո հակառակ կարծիքն ունի, չես անի երբեք բռնի որևէ բան կամ ստիպես, որտեղ դա միշտ տալիս է հակառակ արդյունքը։ Այո, Նարեկ ջան, հայոյանք տվողել է եղել մեր երեխեքին, տարբեր տեղեր։ Շատ նորմալ է։ Ժեստերել են ցույց տվել։ Հազար մերոնք ոչ մի բան, ոչ մեկի շնորհակալություն ասեն, հաջողություն ձեզ, գնացեք ձեր իմացածով ապրեք։ Հիմա այս կինը եկել է սարքել, ուզեցել տեսանյութերում կա ախր է, ուզեցել են խաղաղությամբ հեռացնել, ուրիշ կինա խառնվել, որ երիտասարդները բան չանեն, խաղաղությամբ մի կերպ հեռացրել են։ Առաջին անգամ։ Առաջին անգամ։ Գնացել գիշերը նորից հետ է եկել Հենց դեռ մենք Արդեն կոպալով։ հեռախոսով ու ձեռնափայտով, հեռախոսով։ iPhone, չգիտեմ ինչ հեռախոս էր մեծ։ Զավեշտա, Սրբազան հայր, զավեշտա ու նաև էլ ավելի մեծ զավեշտա։ Հենց դրա շարունակությունն եմ ուզում ասել, հայոյանքներով, բայց դրան հաջորդողը այն ակվարիումի մասնագետը իր հերթին, այն մյուսը իր հերթին, դա իր հերթին, այն մեկը դերասանություն ռոմանտիկ ելնում ինչ որ բաներ է խոսում։ Հայլի մայրը, արա դուք մոր արժեք գիտեք։ Լսեք, ամոթը դուք ստախոս եք, խափեբա եք, դուք չեք հասկանում, դուք ձեր ընտանիքի վրա եք արդեն սուտ խոսում։ Հասել եք այնտեղը, որ մտել եք ձեր ընտանիքի են տարբեր շերտերի միջով եք սկսում խափել մարդկանց, ուզում եք սուտ խոսել։ Չի կարելի, սա դուք դժոխք էլ չեք գնալու, չգիտեմ ուր եք գնալու։ Հատուկ մարմին է ստեղծվելու, ինչ է ստեղծվելու։ Նոր ինչ որ Սրանք գիտես ինչ են անում։ Գիտես ինչ են անում, այդ ինձ շատ լավ հասկացող մարդիկ են էլի հուշում, որ այդ փորձում են, այնքան են իրանք արդեն մաշվել իրանց տեսակով, որ փորձում են փոքր խմբեր կամ ինչքան հնարավոր ավելի մեծ սեգմենտ ինչ որ կարեկցանք մոտներ առաջարկեն։ Հելլա անամոթ հարա ինձ մեզ արձագանքելով ասում է ինձ թիրախավորել են, որովհետև ես մեկն եմ այն հազարավոր երեխաներից, որի հայրը թողել է երկիր ու գնացել է հյուսիսային երկրներ։ Ու էդի ասում է մեզ, որ ասենք մենք ուղակի մի հատ հիշատակել ենք, երբ որ մերդ այդ երեխեքին ասում է այ վերջին լրբեր եսի ինչեր, անհասկանալի բաներ է մի խոսքով ասում, բարոյականության վիրավորող, մենք ակնարկ ենք անում ուղակի, բայց դա ուղակի մեկ այնքան տարբեր բաներ օբյեկտիվ որ են քո մասին ասել ենք, որ ասենք հիմա գիտեմ էլի նայելու ես։ Ասածս այն է, որ սրանք այդտենց փորձում են, ինքը մենք գիտենք, չէ, որ կա մի որոշ սեգմենտ մեր հասարակության մեջ, որը բախվել է այդ սոցիալական խնդրի հետ, որ մնացել է միայնակ երեխեքի հետ, բայց շատ տեղել եմ ես նշել, որ այնքան արժանապատիվ են այդ իրավիճակում գտնվել, այնքան ինքնազոհություն են ցուցաբերել ու այնքան ջանք չեն խնայել, որ այդ երեխեքին մեծացրել են արժանապատիվ մարդ։ Հենց մեր երեխաների մեջ Վազգեն ջան միայնակ մայր մեծացրած հերոսների զավակներ կան այդ երեխաների մեջ։
Երեխեք կան, որոնց հայրերը զոհված են 90-ականին զոհված, քարորիային զոհված կան, այդ երեխեքը կան Բայց թեկուզ բաժանության հետևանքով մենակ մեծացրած դրա մեջ ինչ ուզում կա, ասել միայնակ մայրության, բաժանության հետևանքով լինի կամ որևէ այլ պատճառ, միայնակ մայրությանն եմ ուզում ասել, միայնակ Հա, էլի, որ մայրությունն ասում են մեծացրած։ Այսինքն դա մեզ համար այդպես թիրախավորելու մեզ համար, երիտասարդների համար հատուկ թիրախավորել նյութ չեղել, ոչ էլ համոզված եմ ձեզ համար, ոչ էլ որևէ մեկի համար։ Իհարկե, զավեշտ է։ Իրենք ամեն ինչը փորձում են այնպեսն է, թե ով են սրանց խորհրդականները, չգիտեմ, բայց ստի հայրը մի խոսքով սատանան է։ Պիտի արձագանքել դրան, որ ես օրինակ անկեղծ եմ ասում, այդ թեմայով նույնիսկ չի ուզում խոսել, բայց շատ հասկացող մարդիկ ասեցին, որ կա վտանգ, որ սրանք այտենց սեգմենտ մարդկանց մոտ փորձելու են թույլ տեղա, չէ՞ էդի շատ մարդու համար կա տենց բան, որ մարդը տենում է ինչ որ այդ նույն կարգավիճակով այն ինչ որ մեկ ասում է, այ առաջացնում է այդ կարեկցանք էլ այդ էմպաթիան ու դրա համար միշտ պետքա բոլորին հուշել թե ով են սրանք, թե սրանց գործունեության, իշխանության տարիներին իրանց անմիջական մեղավորությամբ ինչքան ծնողներ են, ինչքան մայրեր են մնացել միայնակ մայրեր, ինչքան երեխաներ առանց հայր են մեծանում ու ինչքան հայրեր որդեկորույս են այսօր ու սրանց ամոթի աստիճանը որ հելնում խոսում է իր մոր կարգավիճակից որ ասենք ես ուղղակի ձեր ներկայությամբ չեմ ուզում ավելի շատ խորանալ սրա մեջ բայց դա թեման չի անկեղծորեն ասած իրենց այդքան կարևորել չեն բայց սա շատ կարևոր առանցքային բան եմ իմ կարծիքով կարևոր ես միշտ երբ որ մեկը ասում է կարևոր բան եմ ասում ինչ գիտես որ կարևոր է հիմա առանցքային բան եմ ուզում ասել ինձ համար կարևոր գաղափար նայեք շարքը ծնողների չէ այն ինչ են համբալի պատմությունը հետո քաշ տվեցին այդ մարդկանց թքելու պատմությունը իրանց հա ծնողների պատմությունը իրանց հա Ավինյանի հոր համբալ ասելը համբալը այն մյուսի մայրը թքել ես ինչ իմանամ ինչ ժեստեր այն մեկի մայրը ազգենիսի շատ վատ բաներ համացանցում գրել էդ էլ ձեզից եմ իմացել ուրեմն 4-րդը սա հիմա ես ասում եմ հետեւյալը ժողովուրդ եթե այս մարդիկ տեսախցիկների արչև չեն ամաչում Այս տեսակ բաներ են ասում, բա դուք մի պա աչքներդ փակեք, պատկերացեք, տան մեջ ինչ են խոսում։ Օ, ճիշտ է, Վազգեն, բայց դու այն Մարիայի մամայի պահով բանը պատկերացրու։ Հիմա գիշերը։ Պատկերացրու տան մեջ ինչ են խոսում, այսինքն այդ ինչ նեղած վիճակը միանշան է։ Նեղած վիճակ, որ եթե դուք հրապարակային ձեզ չեք զսպում այդպես խոսելուց, բա տանը նեղ շրջանակում ինչ եք ասում։ Չէ, իրոք այտենց բան կա, էլի։ Ես ասցինան մի պատկերացրու, ես պատկերացրի։ Հիմա նա որ մարդկանց ասում է օպելով համբալ բան եւ այլն ասել է, չէ։ Պատկերացնում առանձին ինչեր է ասում։ Պատկերացրու տանը ինչ է ասում։ Ինչ բոմժը մեղմ ասած։ Այսօր էլ մեր առաջինի կինը հաստատեց այդ ասած ժողովրդը համնում, փաստացի էլի մեկնաբանում է դերբել որ ժողովրդը համ համբալը, համ տգետ։ Հա, տխմար, համ տխմար է, համ տգետ։ Հա, տենց էլ կա։ Չէ, այսօր այդ առումով բանի մեջ էր ինքը, ուդարի մեջ էր։ Չէ, կարծում եմ նորմալ է, մենք արդեն կարանք երևի գնանք ամփոփման, եթե իմիջիալոց վերջը ամփոփելով ասեմ, ես մեր չեմ վստահում մի պարագան եմ ուզում ասել։ Հա, անպայման։ Մեր երիտասարդները ուզում են պատկերը մարդիկ ճիշտ տեսնեն ուղղակի, որովհետև շատ մեկնաբանություն կար եւ կարող է լինել, բայց հետեւյալն է։ Նախաձեռնությունը մեր երիտասարդների արդեն 2 ամիսը, շուրջ 2 ամիսը օրացուցային 2 ամիս, բայց ինչ է, փողոցում 2-3 ժամ են կանգնում։ Եվ ընդ որում տարբեր հատվածներ 2 կետ, 1 կետ, 3 կետ, այսպես։ Մի տեսակ նաև, եթե այսպես ժողովրդային լեզվով կարող եմ ասել, ձեռի հետ է լինում ինչու, որովհետև ոչ հսկայական գումարներ են դրված։ Իհարկե։ Ոչ տարածված ամբողջ Հայաստանով մեկ ամենտեղ փորձել ինչ-որ բան անել եւ այլն եւ այլն եւ այլն 2-3 ժամ 3 ժամով հաշվեք եթե 2 ամիսը օրացուցային չէ երեկոյան ժամերին ինչ է անում դա 60 անգամ 380 ժամ 200 ժամ ասա 10 օր էլ չի անում դա
խորքում, եթե այդպես վերցնես։ 9-ից 6 աշխատանք։ Թվը վերջի թիվն եմ ես սպասում։ Հա 10 օր էլ չի անում։ Ասենք 10 օր հանրակ լավ ընդունենք 10 չէ, 15 օր ընդունենք։ Հանրագումարի բերենք։ Եվ կազմակերպչական ռեսուրս, մերսուրս, փող, բան, չգիտեմ ինչ, ոչ մի բան չկա մեջը խորքում։ Շատ չնչին։ Միայն եւ միայն այս մեր երիտասարդների նվիրումն է, հանձնառությունը, խանդավառությունը։ Ուրիշ բան չկա մեջը։ 25000 մոտ այսօր մարդ քվեատուփի մեջ թուղթ նետող կա, քվեարկող։ Հաշված հարթերացի։ Մոտավորապես, այդպես բարբերաբար նայում են։ Ուրեմն սա ի՞նչ է նշանակում։ Երկրորդ, եւ հնարավորություն տալն էր մարդկանց համացանցից դուրս գալու, փողոցում ֆիզիկապես տեսախցիկի արժև, ովքեր որ համաձայնվում են իհարկե, հազարավորները կան, որ չեն համաձայնվում, բայց նաեւ փողոցում շոշափելի տեսախցիկի արժև իրենց կամքը արտահայտեն, ոչ միայն արտահայտեն, այլև իրենց մաղթանքները գրեն։ Ինչ են մաղթում։ Մարդիկ անում են դա։ Այսօր օրինակ եղել են շինարարներում, մեր տղան ասաց Արթուրը, որ Լենինգրադյանից մեկը տեսել է փողոցից, որ բանն է, չեն վստահում նա գնում, թողել ամեն ինչ, եկել վերջի վարքյանն ասել, արդեն տուփը մեքենայի մեջ դրած եւ այլն, բա եկել հասել են, որ քվեարկեմ։ Այս սա է տեղի ունենում։ Այդ մարդկանց հնարավորություն տալը արտահայտվելու, խոսելու ֆիզիկապես, ոչ համացանցում, որտեղ անվտանգ ու ապահով են։ Եվ այդքան մարդ, այդքան կարճ ժամանակում օրերը մի հաշվեք, ժամերով հաշվեք օրերը, որովհետև աշխատանք է դա, չէ՞, ի վերջո։ Հիմա սա ինչի մասին է խոսում։ Այո, մենք, ես կոնկրետ հիմա ասում եմ հետեւյալը։ Մենք այս պայքարը, որ շարունակել ենք, կամ ընթացքը տվել ենք տարբեր ուղղություններով, մեծով, փոքրով, բարակով, ուժեղով, այդուհանդերձ ասում եմ, մենք պատրաստ ենք մինչև վերջ հասցնելու, երբ ժողովուրդը նաև կամ մարդիկ անձնական, ինչպես միշտ ասում, մասնակցային պատասխանատվություն կունենան, անձնական կհամարեն, այնպես ինչպես դուրս են եկել հրապարակ, մի քանի անգամ, մի անգամ էլ չէ, փաստել են իրենց այս ստի եւ անարդարության ու կեղծիքի իշխանության մերժումը հասցնելու ավարտին էս բոլորը ներկայացնելու եւ հասցնելու ես ամբողջին տեր եմ ամբողջ ասում եմ մինչեւ վերջին աստիճանը ես մի հատ հարց ունեմ մեր մշտական դիտորդ Սերգեյ Բաղրամյանը մեր ընկերն է համել հարցնում է քրիստոնեական հարց է էլի հա խնդրեմ ասում է Սրբազան հայր դուք ինչպես եք կարծում այսինքն ինչպես եք վերաբերվում այն մտքին որ ասում են որ երբ Հիսուսը սկսեց իր վարդապետությունը նա աղանդավոր էր ինչպես այն ժամանակ են մտածում նրա մասին Այդ լեցուն պարականոն գրքեր կան, ինչ իմանամ, վերլուծություն չեմ համարի, տեսակետներ կան, բաներ կան, աղանդավոր չէր, ժամանակին կա Դե իրան ասում են աղանդավոր ասում է Հա, իրեն համարել են, դիվահարել են, ամեն ինչ էլ համարել են, այսինքն բայց ժամանակին տեսություն կա, որ ժամանակին այդ եսենականների միություն կամ կրոնական միավոր է եղել Դատելով Հիսուսի մեր Տիրոջ հակվածքից եւ այլն կերպից, կեցվածքից մտածումն այն է, որ այդ հրեական միավորի կամ աղանդի անդամ է եղել։ Այսքանը, բայց դա լուրջ չի։ Ոչ մի նշանակություն չունի։ Հա Որովհետեւ Սերգեյ ջան, տվի, տեսար, ասում էիր խնդրում եմ հարցը, տուր խնդրում եմ հարցը։ Մի քիչ թեմայից դուրս ստացվեց, բայց Հա, ոչինչ, կարևորը Հա, ճիշտ է աղանդների հետ կապված, երևի այդ ժամանակ է հարցը գրել, որ աղանդներն են քննարկում։ Ես մի բան էլ ասեմ, Սրբազան այր, մենք մի նոր ձևաչափել ենք անում, ամեն երկուշաբթի օրը անում ենք էքսպերտային թողարկումներ։ Հիմա երկուշաբթի օր անելու ենք Էդուարդ Շարմազանովի հետ մեծ հայրենական պատերազմի մասին, քանի որ Շարմազանովը պատմաբան է եւ այդտեղ էս Հոր չկա որ թեմա չլինի մեր երկրում, չէ՞։ Դե հա, այնքան թեմա տվեց Արթուրը մի հատ իր բանը բացահայտումներով, որ եթե պարտվեինք հիմա ավելի լավ կլինեինք, մոտավորապես է դեր ասում։ Դրա համար հայկական ավանդի մասին
պետքա այդտեղ ասում եմ նոր որ այդ երրատոնից որ մտածում էիր ասում էի լավ մի հատ կտոր կա երրատոնում որ այդ մեկը դե չեն կարող ոչի բան անել լավ Արցախի բանակը կարան փչացնեն Արցախը հանձնեցին Շուշին կարան արա բայց հայրենական պատերազմը հոմ չեն կարա արի ուտես որ կարան ախպեր մարդը մտնում է առաջ պատը բան մայիսի 9-ից հետո մտնում է ուրեմն հանրային ալիք եւ ասում որ կրվեինք ավելի լավ կլներ հետո էլ բանավեճ են անում ասում եմ Մարշալ Բաղրամյանը չէր ուզում կրվել այդքան բան տես ստիպված գնաց մի խոսքով էական չի ասածս այնա որ հետո մի հատ էլ Իրանի մասին ենք անելու որպես կարևոր հարևան ու այն հանգամանքով որ շատ քիչ տեղեկություններ ունենք մենք երբ Վարդան Ոսկանյան մեր հյուրներ հասկացանք որ շատ քիչ տեղեկություն ունենք ու շատ տարօրինակ է դա հաշվի առնելով այդ երկրի դերն ու նշանակությունը որպես մեր հարևան ու առհասարակել դրա համար դա ես կարծում եմ որ եթե դու գտնեք ժամանակ մի օր էլ երբ հարմար լինի կարանք քրիստոնեության մասին հայ առաքելական եկեղեցու ինչ որ պետքա իհարկե սահմանափակել ձեզ հետ էլ կքննարկենք գուցե ինչ որ առանձին ասպեկտներ վերցնենք որոնք ամենաքիչն են ուսումնասիրված կամ ամենաքիչն է ամենաշատն է ապատեղեկացված թուրընկալված վերցնենք ինչ որ կտորներ տարբեր ժամանակներից գուցե եւ անենք տենց մի հատ էքսպերտային թողարկում դա կարող ենք անել ինչքան է տևում 3 ժամ 3 ժամ ուրեմն Աստծո կամով ամսի 25-ին կարող է լինի իմ գրքի շնորհանդեսը մտես չէ հիմա չէ շնորհանդեսը լինի մենք հա կլինի Աստծո կամով կլինի իմ գրքի շնորհանդեսը նոր գիրքը իր ամբողջության մեջ շատ հետաքրքիր ֆորմատով ինչ եմ ուզում ասել ուրեմն կոչվում է իմ խոսքերից մեկն է վերնագիրը ինքներս մեզ հաղթելով դա շատ լավ վերնագիր է ինձ թվում է երիտասարդներն են ընտրել իմիջայլոց նրանք ովքեր կազմակերպել են ամեն ինչը այդ գիրքը որ ձեր ձեռքը անցնի երբ ես կնվիրեմ շատ շնորհակալություն կտեսնեք եւ այդ թեմաներով կարելի է խոսել որովհետեւ ինքը ոլորտային թեմաները սկսած կրթություն, գիտություն, մշակույթ, առողջապահություն, ընտանիք, տնտեսություն, էկոլոգիա, ամեն ինչ կա մեջը։ Հոգևոր ընկալումը, հոգևոր պրիզմայով դիտարկված։ Եվ երկրորդը, բացի մյուսները, եւ երկրորդը շատ կուզեմ, որ պատմական որոշ դեպքերի մասին շատ խոսենք, որովհետեւ Պետրոս Գետադարձի մասին են խոսել։ Խնդրեմ։ Պապ Թագավորի մասին են խոսել։ Այս մարդու ամենաուշադիր լավ ուսումնասիրած Վարդանանց մասին են խոսել։ Դեռ ռիսկ չեն արել մոտենալու Սարդարապատին, բայց վստահ եմ դա էլ կխոսեն։ Մենք այնքան թաքնված, այնքան կարևոր, այսպես պատմական շերտեր ունենք, որ էլ չասած, որոնք փորձել են այս ամբողջ ժամանակահատվածում խեղաթյուրել ուղղակի հարմարեցնել իրենց այն ինչ որ ասում էր չէ որ պատմությունը գրել են իրենց հարմար հիմա փորձում են իրենք վերահարմարեցնել անշուշտ ես կարծում եմ պետքա սրա մասին խոսել եւ եկեք ուրեմն այդ պրեզենտացիայից հետո մենք էլ կծանոթանանք այդ բովանդակությանը եւ նաեւ կքննարկենք ինչ որ հարցեր կազմենք ինչ որ մի տենց ծրագիր, որի շրջանում այդտեղ մի քիչ բարդ կլինի ինձ օրինակ, այն առումով, որ այս բանին հələ բացարձակ տեղյակ չեմ ինչից ենք խոսելու, բայց երբ այդ գիրքը լինի, կունենաս արդեն ուղեցույց կդառնա ինքը։ Համել Հայջան փողոցային պայքարը։ Վաղը մեկը մի բանասիկ ասեմ, գիտես, ես քրիստոնեության մասին էքսպերտային թողարկում եմ արել Բագրատ Սրբազանի հետ։ Հիմա օրինակ շրջակա միջավայր, էկոլոգիա եւ այլն, տնտեսություն, համադրություն, սա հոգեվոր տեսանկյունից ես պարզ հարց եմ տալիս դիտարկող կա մեկը, որը նպաստ է, ինքը հոգևոր տեսանկյուն երբ որ ասում եմ, սուրբ գրային աչքով, վարդապետության աչքով, ինչպես է գնահատում դա, ինչ է էկոլոգիան, ինչ է էկոնոմիան, ինչպես պետք է վերաբերվել, այս երկուսը ինչպես են գործելու իրար հետ, ինչպես չեն, ինչպես են հակադրվելու, ինչպես են լրացնելու, եւ սրանք պետք է լինեն օրենքների հիմքերը։ Անշուշտ։ Սրբազան, քանի որ այսօր ես եթերից հետո կասեմ այդ որներ, չեմ ուզում եթերում ասեմ։ Նորից քայլ առաջ է եղել Վազգենի մոտ, քայլ առաջ է եղել, ինքն է չի հիմա պատկերացնում, բայց ես եթերից հետո կասեմ։ Հիմա ասես չասեմ, էլի։
մեր լսանից հարցնում են նաև, ասում են ոնց եք վերաբերում օրինակ Վազգենը, որ սկսում է աղոթել, Աստծուն խնդրել, որ Նիկոլին տանի իր մոտ այս հարցին։ Արդար խնդրանք է, ինչ-որ առում, որտեվ մի անգամ խնդրեց, հաջորդ օրը տարել էին նայրի մի անգամ։ Որտեվ նայում են, ապսակի գնաց ստուգվեց։ Խնդրեցեք եւ կտրվի, բախեցեք եւ կբացվի։ Էտա, բայց իմացել ես մի հատ խնդալու բան ասեմ, որպես տենց հումորային փակենք, ասում է խնդալու բան կներ, նայրի բժշկական կենտրոններ գնացած ստուգվելու։ Ես շատ բաներ գիտեմ իմիջայլոց։ Ասում է բանը այդ թեմաներով։ Արա ոնց էր դա։ Ինչ որ մի խոսքով տալ էին նրա վրա թեման, որ նայրի բժշկական կենտրոնը պետքա պարզաբանում տա առայն որ այդ ծառայությունները, որոնք մատուցվել են այդտեղ, ինչ որ զավեշտալի բան են գրել, բայց մի խոսքով էական չի, ամեն դեպքում տեսանք, որ ինչ որ ազդեցություն ունի, փորձում ենք բոլոր միջոցները, դուք եք ճարախում բոլոր միջոցները։ Դե փոքր վախենա, բա ինչ բանի։ Ես եկեք շատ բան չասեմ եթերում, բայց ձեզ վստահ ասում եմ, հոգեկան տագնապների ու վախերի մեջ է նա։ Եվ նույնիսկ շրջապատում երբեմն, եթե չասեմ շատ հաճախ, ուշ ժամերին գիշերային իր շրջապատում, դե գիտեք, կարող է մինչև լույս ինչ որ բաների մեջ լինեն, ինքը դա արտահայտում է աղաղակելով, գոռալով, ճչալով եւ մնացած այլ ձևերով։ Հիշեցի հեսա գրել են ինձ այդ ասում են այդ որ գնացել է գժություններ էր անում ազգային ժողովում, դրանց հետո չէ՞ դե մի քանի օր հետո, մի որոշ ժամանակ հետո։ Դրանց առաջ հոգեբուժարան։ Ասում է պատկերացնես նայրի բժշկական կենտրոնը հաղորդակցություն տարածի, սիրելի հայրենակիցներ, պաշտոնապես հայտնում ենք, որ ՀՀ վարչապետի վիճակը որևէ առնչություն չունի իր ստացած բուժման հետ մեր հիմնարկում։ Որտեվ ասում է կտենան դու հակագովազդ ոնց որ էլի պատկերացնես, ասես մի օր գնաց եկավ, եկավ սկսեց գժություններ անել։ Շնորհակալություն շատ, Սրբազան, շատ հաճելի է ձեզ հետ զրուցել, sense հանգստություն է էլի գալիս մի քիչ, հետո վաղել է անհանգստություն է գալիս, բայց էլի մի օր պահում է գոնե։ Մեկ-մեկ հանդիպենք, որ ձեր անհանգստությունը լավ անհանգստություն է, Երանի բոլորի անհանգստությունը։ Մեր անհանգստությունը պրոդուկտիվ է։ Հա, Վերջում արդյունք է տալիս։ Ցավի անհանգստությունը։ Այո։ Ձեզ էլ շատ շնորհակալություն, մենք ուշադիր բնականաբար հետևում ենք ձեր բոլոր հրապարակային հայտարարություններին, հենց ինչ որ բան տեսնենք, դուք էլ վստահ եմ կտեղեկացնեք, որ արդեն ինչ որ ավելի ակտիվ փուլ է, հենց մտել ենք այդ փուլ, մենք էլ մեր բոլոր ներածին ուժերով կպնելու ենք բնականաբար ու ամեն ինչով ձեզ հետ ենք։ Իմիջիալոս խորհրդանշականը այսօր ամսի 18-ն ենք, չէ՞ արդեն։ Մեր Կիրանցի տատիկի, նշանավոր տատիկի, Լենիկ տատիկի ծննդյան տարեդարձն է այսօր։ 90, եթե չեմ սխալվում, 97, հա, կարող է սխալվում եմ, մեր տատիկին շնորհավորում։ Այսօր հենց հիմա նկատի։ Դարավ էլի 18։ Հենց հիմա 18-ի, եթե չեմ սխալվում, որովհետև մենք ամսի 20-ին ենք գնացել, 2 օր առաջ էր իր ծննդյան տարեդարձը, այ ամսի 18-ին է։ Եվ իրեն եմ ես հաղթանակ խոստացել առաջինը, ինքն եմ ես օրհնել ճանապարհել եւ այդպես էլ պիտի ամփոփենք։ Շատ լավ։ Մարդկանց ինչ ունեք ասելու վերջում։ Մեր ժողովրդին էլ նախ ուզում եմ առիթն օգտագործելով նորից ու վերստին իմ գնահատանքը երախտապարություն որպես զավակ եմ ասում, սա շնորհակալություն հայտնում մեր ժողովրդի բոլոր շերտերին, հայրենիք ունեցող մարդկանց, ովքեր այս ընթացքում ամեն իմաստով աջակցել են ու մի վարքյան չեն դադարել մյուս կողմ գնալու, պայքարի մեջ են եղել, այդ կամքն են ունեցել, հավատքն ունեն, հույսն ունեն, այդ սերն ունեն եւ որևէ ժամանակ չեն տատամսել եւ վերստին ասում եմ այն պահին, երբ մենք դուրս գանք փողոց, պետք է այս խնդիրը վերջացնենք։ Եվ դա լինելու է միասին գործողությունների շնորհիվ արդյունքում, որը անխուսափելիորեն հաղթանակի է տանելու։ Երբ որևէ յուրաքանչյուրս կհամարենք մեր անձնական պայքարը եւ պատասխանատու մասնակցությունը, ես էլ ձեզ հետ միասին պատրաստ եմ այդ բոլորը ներկայացնելու եւ հասցնելու ավարտին։ Համոզված եմ, որ լինելու է, ուրիշ ճանապարհ չկա։ Աստված օրհնի բոլորիդ։